Հենց այս վայրկյանին, երբ դուք կարդում եք այս տողերը ձեր սմարթֆոնում, ձեր համակարգչում, ձեր բանկային հավելվածում, աշխատում են մաթեմատիկական ալգորիթմներ, որոնք պաշտպանում են ձեր ամենաթանկարժեք գաղտնիքները։ Ձեր գաղտնաբառերը, ձեր բանկային հաշիվները, ձեր անձնական նամակագրությունը, բոլորը պաշտպանված են մեկ պարզ սկզբունքով։ Մաթեմատիկական խնդիրներ, որոնց լուծումը սովորական համակարգչի համար պահանջում է ավելի շատ ժամանակ, քան գոյություն ունի մեր տիեզերքը։ Բայց 2025 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարեց մի բան, որը փոխեց այս խաղի կանոնները։ Նրանց Willow անունով քվանտային չիպը լուծեց մի խնդիր, որը ամենահզոր սուպերհամակարգչին կպահանջեր 10 սեպտիլիոն տարի։ Լուծեց 5 րոպեում։ Եվ հենց այդ պահին մարդկությունը հասկացավ. մենք կանգնած ենք մի շեմին, որտեղ մեր թվային անվտանգության ամբողջ համակարգը կարող է փլուզվել մի գիշերվա ընթացքում։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր բանկային հաշվի գաղտնաբառը, որը պաշտպանված է 216 բիթանոց RSA ծածկագրմամբ, կարող է կոտրվել այնքան արագ, որքան ժամանակ է պետք սուրճ պատրաստելու համար։ Պատկերացրեք, որ բոլոր այն էլեկտրոնային ստորագրությունները, որոնք հաստատում են պետական փաստաթղթերի իսկությունը, կարող են կեղծվել մի քանի ժամում։ Պատկերացրեք, որ ամբողջ ինտերնետ բանկինգը, ամբողջ էլեկտրոնային առևտուրը, ամբողջ թվային հաղորդակցությունը բոլորը հանկարծ դառնում են թափանցիկ ինչ-որ մեկի համար, ով ունի ճիշտ տեխնոլոգիան։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկայի սցենար է, սա այն իրականությունն է, որին մենք մոտենում ենք ամեն օր, երբ քվանտային համակարգիչները դառնում են ավելի ու ավելի հզոր։ Բայց ինչպես հասանք այստեղ։ Ինչպես մի տեխնոլոգիա, որը 30 տարի առաջ գոյություն ուներ միայն տեսական ֆիզիկայի հոդվածներում, այսօր սպառնում է քանդել մեր թվային քաղաքակրթության հիմքերը։ Պատմությունը սկսվում է 1994 թվականին, երբ Bell լաբորատորիաների մաթեմատիկոս Փիթեր Շորը հրապարակեց մի ալգորիթմ, որը փոխեց ամեն ինչ։ Շորը ցույց տվեց, որ քվանտային համակարգիչը կարող է ցանկացած թիվ բաժանել պարզ բազմապատիկների, էքսպոնենցիալ ավելի արագ, քան ցանկացած դասական համակարգիչ։ Սա թվում էր անմեռ մաթեմատիկական հետաքրքրություն, մինչև մարդիկ հասկացան մի բան ահավոր։ Ամբողջ ժամանակակից կրիպտոգրաֆիան, ROW-CA, Diffie-Hellman, էլիպտիկ կորերի ծածկագրումը, բոլորը հիմնված են հենց այս խնդրի դժվարության վրա։ Եթե դուք կարող եք արագ բաժանել մեծ թվերը պարզ բազմապատիկների, դուք կարող եք կոտրել գրեթե բոլոր ծածկագրերը, որոնք պաշտպանում են ժամանակակից ինտերնետը։ Բայց Շորի ալգորիթմը պահանջում էր մի բան, ինչը այն ժամանակ գոյություն չուներ։ Աշխատող քվանտային համակարգիչ։ Եվ տասնամյակներ շարունակ սա մնաց տեսական սպառնալիք։ Ֆիզիկոսները փորձում էին կառուցել քվանտային համակարգիչներ, բայց բախվում էին մի հիմնարար խնդրի՝ դեկոհերենտությանը։ Քվանտային բիթերը, կյուբիտները, այնքան զգայուն էին շրջակա միջավայրի նկատմամբ, որ նույնիսկ ամենափոքր թրթռումը, ջերմության ամենափոքր փոփոխությունը կարող էր ոչնչացնել հաշվարկը։ Դա նման էր փորձելու կառուցել քարտերից տուն երկրաշարժի ժամանակ։ 2000-ականների սկզբին IBM-ը, Google-ը, Microsoft-ը և տասնյակ այլ ընկերություններ սկսեցին ներդրումներ կատարել քվանտային հաշվողական տեխնոլոգիաներում։ Նրանք փորձեցին տարբեր մոտեցումներ՝ գերհաղորդիչ շղթաներ, իոնային թակարդներ, տոպոլոգիական կյուբիտներ։ Ամեն տարի նրանք հայտարարում էին նոր ռեկորդների մասին՝ 5 կյուբիտ, 10 կյուբիտ, 50 կյուբիտ։ Բայց խնդիրն այն էր, որ պարզապես ավելացնել կյուբիտների քանակը բավարար չէր։ Դուք պետք է կարողանայիք պահպանել նրանց քվանտային վիճակը բավականաչափ երկար, որպեսզի կատարեք իմաստալից հաշվարկներ։ Եվ ամեն նոր կյուբիտ, որը դուք ավելացնում էիք, էքսպոնենցիալ ավելացնում էր սխալների հավանականությունը։ 2019 թվականին Google-ը հայտարարեց, որ հասել է քվանտային գերազանցության։ Նրանց Sycamore անունով պրոցեսորը լուծեց մի խնդիր, որը ամենահզոր սուպերհամակարգչին կպահանջեր 10,000 տարի։ Լուծեց 3 րոպեում։ Բայց քննադատները արագ ընդգծեցին. այդ խնդիրը հատուկ ընտրված էր, որպեսզի ցույց տա քվանտային համակարգչի առավելությունները։ Դա չէր կարող լուծել ոչ մի իրական օգտակար խնդիր։ Եվ ամենակարևորը, դա չէր կարող գործարկել Շորի ալգորիթմը։ Դա չէր կարող կոտրել RSA ծածկագրումը։ Հաջորդ 6 տարիների ընթացքում տեղի ունեցավ մի լուր հեղափոխություն։ Ինժեներները սովորեցին ավելի լավ կառավարել կյուբիտները։ Նրանք մշակեցին սխալների ուղղման նոր մեթոդներ։ Նրանք ստեղծեցին ավելի կայուն քվանտային վիճակներ։ Եվ 2025 թվականի դեկտեմբերին Google-ը ներկայացրեց Willow-ն։ 105 կյուբիտ, որոնք կարող էին պահպանել իրենց քվանտային վիճակը 5 անգամ ավելի երկար, քան նախորդ սերունդը։ Եվ ամենակարևորը, Willow-ն ցույց տվեց մի բան, որը ֆիզիկոսները երազում էին տասնամյակներ շարունակ։ Երբ նրանք ավելացնում էին ավելի շատ կյուբիտներ, սխալների քանակը նվազում էր, ոչ թե ավելանում։
Սա նշանակում էր, որ նրանք վերջապես կարող էին սկսել կառուցել իսկապես մասշտաբային քվանտային համակարգիչներ։ Վիլոուն լուծեց մի խնդիր, որը կոչվում է պատահական շղթայի նմուշառում։ Դա ներառում էր քվանտային վիճակների բարդ հաջորդականություն, որը սիմուլյացնելը դասական համակարգչով պահանջում էր 10 սեպտիլիոն տարի։ 10 սեպտիլիոն, սա 1-ի հետևից 24 0։ Սա ավելի շատ է, քան մեր տիեզերքի տարիքը բազմապատկած 1 միլիարդով։ Վիլոուն լուծեց 5 րոպեում։ Եվ թեև սա դեռ չէր Շորի ալգորիթմը, թեև սա դեռ չէր Ռեսայի կոտրումը, բոլորը հասկացան, մենք անցանք մի շեմ։ Տեխնոլոգիան, որը կարող է կոտրել ժամանակակից ծածկագրումը, այլևս տեսական չէ, այն գործնական է, եւ այն գալիս է ավելի արագ, քան ցանկացած մեկը սպասում էր։ Բայց ինչու է սա այդքան վտանգավոր։ Ինչու է մի մաթեմատիկական խնդրի լուծումը սպառնում ամբողջ թվային աշխարհին։ Որպեսզի հասկանանք սա, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է աշխատում ժամանակակից կրիպտոգրաֆիան։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք ուղարկել գաղտնի հաղորդագրություն ձեր ընկերոջը։ Դասական մոտեցումը հետևյալն է. դուք եւ ձեր ընկերը նախապես պայմանավորվում եք մի գաղտնի բանալու մասին։ Դուք օգտագործում եք այդ բանալին ծածկագրելու հաղորդագրությունը։ Ձեր ընկերը օգտագործում է նույն բանալին վերծանելու այն։ Սա կոչվում է սիմետրիկ ծածկագրում։ Բայց այստեղ կա մի հիմնարար խնդիր. ինչպես փոխանցել այդ գաղտնի բանալին։ Եթե ինչ-որ մեկը ընդհատում է ձեր հաղորդակցությունը եւ գողանում բանալին, նա կարող է կարդալ բոլոր ձեր հաղորդագրությունները։ 1976 թվականին MIT-ի 3 մաթեմատիկոսներ՝ Ռոնալդ Ռիվեստը, Ադի Շամիրը եւ Լեոնարդ Էդլմանը գտան հեղափոխական լուծում։ Նրանք ստեղծեցին ARSA ալգորիթմը, առաջին գործնական ասիմետրիկ ծածկագրման համակարգը։ Գաղափարը պարզ էր, բայց հանճարեղ։ Դուք ստեղծում եք երկու բանալի՝ հանրային եւ մասնավոր։ Հանրային բանալին դուք տալիս եք բոլորին։ Ցանկացած մեկը կարող է օգտագործել այն ծածկագրելու հաղորդագրություն ձեզ համար։ Բայց միայն դուք, ով ունեք մասնավոր բանալին, կարող եք վերծանել այդ հաղորդագրությունը։ Դա նման է փակագծի, որը ցանկացած մեկը կարող է փակել, բայց միայն դուք ունեք բանալին բացելու համար։ Ռեսայի անվտանգությունը հիմնված է մի պարզ մաթեմատիկական փաստի վրա։ Հեշտ է բազմապատկել երկու մեծ պարզ թվեր։ Օրինակ, եթե ես տամ ձեզ երկու պարզ թիվ 711 եւ 851, դուք կարող եք մի քանի վայրկյանում հաշվել, որ նրանց արտադրյալը 650,561 է։ Բայց հակառակ խնդիրը՝ վերցնել 650,561-ը եւ գտնել, թե որ երկու պարզ թվերի արտադրյալն է այն, շատ ավելի դժվար է։ Եվ երբ թվերը դառնում են իսկապես մեծ, 200 թվանշան կամ ավելի, այս խնդիրը դառնում է գործնականում անլուծելի սովորական համակարգչի համար։ Ժամանակակից RSA ծածկագրումը օգտագործում է 256 բիթանոց թվեր։ Սա նշանակում է թվեր, որոնք ունեն մոտավորապես 77 տասնորդական թվանշան։ Որպեսզի կոտրեք այդպիսի ծածկագիրը, դուք պետք է գտնեք երկու պարզ թվերը, որոնց արտադրյալն է այդ հսկայական թիվը։ Ամենահզոր սուպերհամակարգիչները, օգտագործելով ամենալավ հայտնի ալգորիթմները, պահանջում են միլիարդավոր տարիներ սրա համար։ Սա ավելի երկար է, քան գոյություն ունի մեր արևային համակարգը։ Հենց այս անհնարինությունն է, որ պաշտպանում է ձեր բանկային գործակները, ձեր էլեկտրոնային նամակները, ձեր առցանց գնումները։ Բայց Շորի ալգորիթմը փոխում է ամեն ինչ։ Քվանտային համակարգիչը չի աշխատում նույն կերպ, ինչպես դասական համակարգիչը։ Դասական համակարգիչը օգտագործում է բիթեր, զրոներ եւ մեկեր։ Ամեն բիթը կամ մեկ որոշակի վիճակում, կամ 0, կամ 1։ Բայց քվանտային համակարգիչը օգտագործում է կյուբիթեր, որոնք կարող են գոյություն ունենալ սուպերպոզիցիայի մեջ, միաժամանակ լինել եւ 0, եւ 1։ Սա նման է մետաղադրամի, որը միաժամանակ ընկած է եւ գլուխ, եւ պոչ։ Եվ երբ դուք ունեք բազմաթիվ կյուբիտներ, որոնք փոխկապակցված են քվանտային հարաճուն վիճակում, դուք կարող եք կատարել հաշվարկներ, որոնք պարզապես անհնար են դասական համակարգչի համար։ Շորի ալգորիթմը օգտագործում է քվանտային Ֆուրիեի փոխակերպումը, գտնելու թվի պարբերությունը։ Եվ այդ պարբերությունից այն կարող է արագ հանել պարզ բազմապատիկները։ Մանրամասները բարդ են, բայց արդյունքը պարզ է։ Քվանտային համակարգիչը կարող է կոտրել ռեսա ծածկագիրը էքսպոնենցիալ ավելի արագ, քան ցանկացած դասական համակարգիչ։ 256 բիթանոց RSA բանալին, որը պաշտպանված է միլիարդավոր տարիների համար դասական համակարգչի դեմ, կարող է կոտրվել մի քանի ժամում բավականաչափ հզոր քվանտային համակարգչի կողմից։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես անհանգստացնող։ Վիլոուն ունի 105 կյուբիտ, բայց Շորի ալգորիթմը գործարկելու համար 256 բիթանոց RSA-ի դեմ դուք պետք է ունենաք մոտավորապես 2000 կյուբիտ սխալների ուղղմամբ։
կամ մոտավորապես 20 միլիոն ֆիզիկական կյուբիտ առանց սխալների ուղման։ Մենք դեռ չենք հասել այնտեղ, բայց տեխնոլոգիան զարգանում է էքսպոնենցիալ արագությամբ։ IBM-ը պլանավորում է հասնել 10,000 կյուբիտների մինչև 2032 թվականը։ Google-ը խոսում է 1 միլիոն կյուբիտների մասին մինչև 2030-ը։ Եթե այս տեմպերը շարունակվեն, մենք կարող ենք ունենալ քվանտային համակարգիչներ, որոնք կարող են կոտրել ռեսան հաջորդ 5-ից 10 տարիների ընթացքում։ Բայց իրականում իրավիճակը ավելի վատ է։ Կա մի բան, որը կրիպտոգրաֆները կոչում են հավաքիր հիմա, վերցանիր հետո սպառնալիք։ Պատկերացրեք, որ դուք հետախուզական գործակալություն եք։ Դուք չունեք քվանտային համակարգիչ հիմա, բայց դուք գիտեք, որ կունենաք 10 տարի հետո։ Ինչ կանեք։ Դուք կսկսեք հավաքել բոլոր ծածկագրված հաղորդակցությունները հիմա։ Դուք կպահեք դրանք հսկայական տվյալների կենտրոններում։ Եվ երբ ձեր քվանտային համակարգիչը պատրաստ լինի, դուք կվերցանեք դրանք բոլորը։ Սա նշանակում է, որ ցանկացած զգայուն տեղեկատվություն, որը փոխանցվում է այսօր, պետական գաղտնիքներ, բիզնես ռազմավարություններ, անձնական հաղորդագրություններ, բոլորը կարող են վտանգված լինել ապագայում, նույնիսկ եթե դրանք անվտանգ են այսօր։ Ազգային անվտանգության գործակալությունը NSA-ն հրապարակեց զգուշացում դեռևս 2016 թվականին։ Նրանք կոչ արեցին բոլոր կազմակերպություններին սկսել անցում դեպի քվանտային դիմացկուն ծածկագրում։ Ազգային ստանդարտների և տեխնոլոգիաների ինստիտուտը NEST-ը սկսեց մրցույթ գտնելու նոր ծածկագրման ալգորիթմներ, որոնք անվտանգ կլինեն քվանտային համակարգիչների դեմ։ 2022 թվականին նրանք հայտարարեցին առաջին 4 հաղթողների մասին։ Բայց անցումը դեպի այս նոր ստանդարտները պահանջում է տարիներ։ Ամեն ծրագիր, ամեն սարք, ամեն պրոտոկոլ պետք է թարմացվի։ Եվ միլիարդավոր սարքեր, հին սմարթֆոններ, IoT սարքեր, ներկառուցված համակարգեր հնարավոր է երբեք չթարմացվեն։ Ֆինանսական ոլորտը հատկապես խոցելի է։ Բանկերը, բորսաները, վճարային համակարգերը, բոլորը հիմնված են RSA և նմանատիպ ալգորիթմների վրա։ SWIFT-ը, միջազգային բանկային փոխանցումների համակարգը, մշակում է ավելի քան 5 տրիլիոն դոլարի արժողությամբ գործարքներ ամեն օր։ Եթե ինչ-որ մեկը կարողանա կոտրել SWIFT-ի ծածկագրումը, նա կարող է կեղծել գործարքներ, գողանալ միլիարդներ, անգամ ապակայունացնել ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգը։ Եվ սա ոչ թե տեսական սպառնալիք է։ 2016 թվականին հաքերները գողացան 81 միլիոն դոլար Բանգլադեշի կենտրոնական բանկից, օգտագործելով SWIFT համակարգը։ Եվ դա առանց քվանտային համակարգչի։ Պատկերացրեք, թե ինչ կարող են անել նրանք, երբ ունենան մեկը։ Բայց ֆինանսական համակարգը միայն սկիզբն է։ Ժամանակակից հասարակությունը կախված է թվային ենթակառուցվածքից, որը ամբողջությամբ հիմնված է կրիպտոգրաֆիայի վրա։ Էլեկտրական ցանցերը, ջրամատակարարման համակարգերը, տրանսպորտային ցանցերը, բոլորը կառավարվում են համակարգիչներով, որոնք հաղորդակցվում են ծածկագրված կապերով։ Բժշկական սարքերը, սրտի խթանիչներից մինչև ինսուլինի պոմպեր, օգտագործում են անլար կապ, որը պաշտպանված է ծածկագրմամբ։ Ինքնավար մեքենաները, որոնք սկսում են լցնել մեծ ճանապարհները, հիմնված են անվտանգ հաղորդակցության վրա այլ մեքենաների և ենթակառուցվածքի հետ։ Պատկերացրեք մի սցենար. 2035 թվականը։ Քվանտային համակարգիչները դարձել են բավականաչափ հզոր, կոտրելու ռեյսի ան։ Բայց միլիարդավոր սարքեր դեռ օգտագործում են հին ծածկագրումը, որովհետև դրանք երբեք չեն թարմացվել։ Մի կիբերհանցագործ խումբ, կամ ավելի վատ, մի թշնամական պետություն, ձեռք է բերում քվանտային համակարգիչ։ Մի գիշերվա ընթացքում նրանք կարող են կոտրել միլիոնավոր սարքերի ծածկագրումը։ Նրանք կարող են անջատել էլեկտրական ցանցերը, շեղել ինքնավար մեքենաները, փոխել բժշկական սարքերի կարգավորումները։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա այն սցենարն է, որի համար պատրաստվում են ազգային անվտանգության գործակալությունները ամբողջ աշխարհում։ Եվ խնդիրը միայն ենթակառուցվածքը չէ։ Մտածեք բլոքչեյնի և կրիպտոարժույթների մասին։ Բիթքոյնը, Իթերիումը և հազարավոր այլ կրիպտոարժույթներ հիմնված են էլիպտիկ կորերի ծածկագրման վրա։ Մեկ այլ համակարգ, որը խոցելի է Շորի ալգորիթմի նկատմամբ։ Ամբողջ կրիպտոարժույթային շուկան, որը գնահատվում է ավելի քան 2 տրիլիոն դոլար, կարող է փլուզվել, եթե ինչ-որ մեկը ձեռք բերի բավականաչափ հզոր քվանտային համակարգիչ։ Նրանք կարող են կեղծել գործարքներ, գողանալ մասնավոր բանալիներ, անգամ կրկնակի ծախսել նույն մետաղադրամները։ Սա կլինի ֆինանսական ապոկալիպսիս։ Բայց կա ավելի խորը, ավելի հիմնարար խնդիր։ Ժամանակակից ինտերնետը կառուցված է վստահության վրա։ Երբ դուք այցելում եք բանկի կայք, դուք տեսնում եք փոքրիկ կողպեք պատկերակ հասցեի տողում։ Այդ կողպեկը նշանակում է, որ կայքը օգտագործում է SSL/TLS ծածկագրում,
պաշտպանելու ձեր կապը։ Բայց այդ ծածկագրումը հիմնված է RSI կամ էլիպտիկ կորերի վրա։ Եթե դրանք կարող են կոտրվել, ապա այդ կողպեքը դառնում է անիմաստ։ Դուք չեք կարող վստահել, որ խոսում եք ձեր բանկի հետ, ոչ թե հաքերի հետ։ Դուք չեք կարող վստահել, որ ներբեռնում եք իրական ծրագիր, ոչ թե վիրուս։ Ամբողջ վստահության համակարգը, որի վրա կառուցված է ինտերնետը, փլուզվում է։ Կրիպտոգրաֆները գիտեն այս մասին տասնամյակներ շարունակ։ Նրանք աշխատել են քվանտային զգուն ալգորիթմների վրա, ծածկագրման համակարգեր, որոնք անվտանգ են և դասական, և քվանտային համակարգային համակարգիչների դեմ։ NESTE մրցույթը ընտրեց 4 հիմնական ալգորիթմ. Crystals Kyber-ը բանալիների փոխանակման համար, Crystals Dilithium-ը թվային ստորագրությունների համար, Falcon-ը և Sphinx Plus-ը որպես այլընտրանքներ։ Այս ալգորիթմները հիմնված են տարբեր մաթեմատիկական խնդիրների վրա, ցանցային հիմքի խնդիրներ, կոդերի տեսություն, բազմափոփոխական պոլինոմներ։ Խնդիրներ, որոնք որքան մենք գիտենք, դժվար են նույնիսկ քվանտային համակարգիչների համար։ Բայց որքան մենք գիտենք, բառերը կարևոր են։ Մենք չունենք մաթեմատիկական ապացույց, որ այս խնդիրները իսկապես դժվար են քվանտային համակարգիչների համար։ Մենք պարզապես չենք գտել արագ ալգորիթմ դրանց լուծման համար։ Բայց դա չի նշանակում, որ այդպիսի ալգորիթմը գոյություն չունի։ Պատմությունը լի է օրինակներով, երբ խնդիրներ, որոնք համարվում էին դժվար, հանկարծ դարձան հեշտ նոր մաթեմատիկական պատկերացումների շնորհիվ։ Ինչ կլինի, եթե ինչ-որ մեկը գտնի քվանտային ալգորիթմ ցանցային խնդիրների համար։ Ինչ կլինի, եթե մեր նոր անվտանգ ծածկագրումը դառնա խոցելի նույնպես։ Եվ կա ավելի մեկ խնդիր։ Անցումը դեպի քվանտային դիմացկուն ծածկագրում պահանջում է ոչ միայն նոր ալգորիթմներ, այլև նոր ենթակառուցվածք։ Ամեն վեբ սերվեր, ամեն բրաուզեր, ամեն օպերացիոն համակարգ պետք է թարմացվի, բայց նոր ալգորիթմները ավելի դանդաղ են և պահանջում են ավելի շատ հաշվողական ռեսուրսներ։ Crystals Kyber-ի հանրային բանալին մոտավորապես 2 անգամ ավելի մեծ է, քան RSI-ը։ Crystals Dilithium-ի ստորագրությունները մոտավորապես 10 անգամ ավելի մեծ են։ Սա նշանակում է ավելի շատ տվյալների փոխանցում, ավելի շատ պահեստավորման տարածք, ավելի դանդաղ կատարում։ Հին սարքերը, սմարթֆոններ, որոնք 5 տարեկան են, IoT սարքեր, սահմանափակ հիշողությամբ, հնարավոր է չկարողանան աշխատեցնել նոր ալգորիթմները։ Բայց ամենավտանգավոր մասը սա է. մենք չգիտենք, թե որքան ժամանակ ունենք։ Willow-ն ունի 105 կյուբիտ։ Մեզ պետք է 2000 լոգիկական կյուբիտ կամ մոտավորապես 20 միլիոն ֆիզիկական կյուբիտ։ Սա թվում է հսկայական տարբերություն։ Բայց հիշեք, թե ինչպես էր զարգանում դասական համակարգչային տեխնոլոգիան։ 1971 թվականին Intel-ի առաջին միկրոպրոցեսորը ուներ 2300 տրանզիստոր։ 50 տարի անց Apple-ի M1 չիպը ունի 16 միլիարդ տրանզիստոր։ Սա ավելացում է 7 միլիոն անգամով։ Եթե քվանտային տեխնոլոգիան զարգանա նույնիսկ կեսով այնքան արագ, մենք կարող ենք ունենալ 20 միլիոն կյուբիտ հաջորդ տասնամյակում։ Եվ կան նշաններ, որ զարգացումը արագանում է։ 2020 թվականին Google-ի Sycamore-ը ուներ 54 կյուբիտ։ 5 տարի անց Willow-ը ունի 105։ IBM-ի Condor-ը, որը թողարկվեց 2023 թվականին, ունի 1121 կյուբիտ։ Նրանց հաջորդ սերնդի Heron պրոցեսորները ցույց են տալիս ավելի լավ սխալների մակարդակներ։ Atom Computing-ը հայտարարեց 1110 կյուբիթանոց համակարգի մասին։ Չինաստանի գիտնականները պնդում են, որ ստեղծել են 10 կյուբիթանոց համակարգեր բարձր հավատարմությամբ։ Ամեն ամիս բերում են նոր հայտարարություններ, նոր ռեկորդներ։ Բայց այստեղ, որ պատմությունը ստանում է անսպասելի շրջադարձ։ Քանի որ քվանտային համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք բախվում ենք մի հիմնարար պարադոքսի։ Նույն տեխնոլոգիան, որը սպառնում է ոչնչացնել մեր ծածկագրումը, կարող է նաև ստեղծել ամենաանվտանգ հաղորդակցությունը, որը երբևէ եղել է։ Սա կոչվում է քվանտային բանալիների բաշխում, QCAD, եւ այն հիմնված է ֆիզիկայի օրենքների վրա, ոչ թե մաթեմատիկական դժվարության։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք ուղարկել գաղտնի բանալի ձեր ընկերոջը։ Դասական մեթոդներով ցանկացած մեկը կարող է ընդհատել փոխանցումը եւ պատճենել բանալին առանց ձեր իմանալու։ Բայց քվանտային մեխանիկան տալիս է մեզ մի հրաշալի հատկություն։ Երբ դուք չափում եք քվանտային համակարգ, դուք անխուսափելիորեն փոխում եք դրա վիճակը։ Սա նման է փորձելու կարդալ նամակ, որը ինքնաոչնչանում է, հենց որ դուք բացում եք ծրարը։ Եթե ինչ-որ մեկը փորձում է ընդհատել ձեր քվանտային հաղորդակցությունը, ֆիզիկայի օրենքները երաշխավորում են, որ դուք կիմանաք դրա մասին։ 2020 թվականին Չինաստանը գործարկեց Michius արբանյակը, աշխարհի առաջին քվանտային հաղորդակցության արբանյակը։ Այն հաջողությամբ փոխանցեց քվանտային բանալիներ Պեկինի եւ Վիեննայի միջև 7600 կիլոմետր հեռավորության վրա։
Սա ապացուցեց, որ քվանտային հաղորդակցությունը ոչ միայն տեսական է, այլ գործնական։ Եվրոպական միությունը ներդրում է միլիարդներ քվանտային ինտերնետի ստեղծման մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կառուցում է ազգային քվանտային ցանց։ Հարավային Կորեան, Ճապոնիան, Սինգապուրը բոլորը մրցում են քվանտային հաղորդակցության ենթակառուցվածք ստեղծելու համար։ Բայց քվանտային բանալիների բաշխումը ունի սահմանափակումներ։ Այն աշխատում է միայն կետից կետ հաղորդակցության համար։ Դուք չեք կարող ուղարկել քվանտային վիճակներ ինտերնետի միջոցով, ինչպես դուք ուղարկում եք էլեկտրոնային նամակ։ Օպտիկական մանրաթելերում ֆոտոնները կորչում են մոտավորապես յուրաքանչյուր 50 կիլոմետրում։ Դուք չեք կարող պարզապես ուժեղացնել ազդանշանը, ինչպես դասական հաղորդակցության մեջ, որովհետև ուժեղացումը պահանջում է չափում, իսկ չափումը ոչնչացնում է քվանտային վիճակը։ Լուծումը կոչվում է քվանտային կրկնօրինակիչներ։ Սարքեր, որոնք կարող են փոխանցել քվանտային վիճակները առանց դրանք չափելու, բայց դրանք անհավատալի բարդ են կառուցելու համար։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք քվանտային տեխնոլոգիաների իրական դիլեման։ Մենք մտնում ենք աշխարհ, որտեղ անվտանգությունը կախված է ֆիզիկայի օրենքներից, ոչ թե մաթեմատիկական ենթադրություններից։ Բայց այդ տեխնոլոգիան այնքան բարդ է եւ այնքան թանկ, որ միայն ամենահարուստ ազգերը եւ ամենամեծ կորպորացիաները կկարողանան այն իրականացնել։ Սա ստեղծում է նոր տեսակի թվային բաժանում։ Երկրներ եւ ընկերություններ, որոնք ունեն քվանտային տեխնոլոգիաներ, կունենան անվտանգ հաղորդակցություն։ Մնացածը կմնան խոցելի։ Մտածեք փոքր ազգերի մասին, զարգացող երկրների մասին։ Նրանք չեն կարող ներդրումներ կատարել միլիարդավոր դոլարներ քվանտային ենթակառուցվածքում։ Բայց նրանց բանկերը, նրանց կառավարությունները, նրանց քաղաքացիները դեռ օգտագործում են ինտերնետը։ Երբ քվանտային համակարգիչները դառնան բավականաչափ հզոր, կոտրելու ռեսան, այդ երկրները կդառնան ամբողջովին թափանցիկ ցանկացած մեկի համար, ով ունի քվանտային տեխնոլոգիա։ Սա նոր տեսակի կիբերկոլոնիալիզմ է։ Տեխնոլոգիական գերտերություններ, որոնք կարող են կարդալ մյուսների գաղտնիքները, մինչդեռ իրենց սեփականները մնում են պաշտպանված։ Բայց նույնիսկ հարուստ ազգերի համար անցումը դեպի քվանտային դիմացկուն աշխուն աշխարհ լի է մարտահրավերներով։ Վերցրեք ֆինանսական ոլորտը։ Վիզան մշակում է ավելի քան 200 միլիարդ գործարք տարեկան։ Ամեն մի այդ գործարքներից պաշտպանված է ծածկագրմամբ։ Անցումը դեպի քվանտային դիմացկուն ալգորիթմներ նշանակում է թարմացնել միլիոնավոր վճարային տերմինալներ, 100 հազարավոր ATM-ներ, միլիարդավոր վճարային քարտեր։ Սա պահանջում է տարիներ եւ միլիարդավոր դոլարներ։ Եվ ամեն օր, որ նրանք ուշանում են, նրանք դառնում են ավելի խոցելի։ Կամ վերցրեք առողջապահական ոլորտը։ Էլեկտրոնային բժշկական գրառումները պարունակում են ձեր ամենաանձնական տեղեկատվությունը, ձեր հիվանդությունները, ձեր բուժումները, ձեր գենետիկական տվյալները։ Այս գրառումները պաշտպանված են ծածկագրմամբ, բայց հիվանդանոցները եւ կլինիկաները հայտնի են իրենց հին ET համակարգերով։ Շատ հիվանդանոցներ դեռ օգտագործում են Windows XP օպերացիոն համակարգ, որը Microsoft-ը դադարեցրեց աջակցել 2014 թվականին։ Ինչպես են այդ համակարգերը անցնելու դեպի քվանտային դիմացկուն ծածկագրում։ Պատասխանը՝ նրանք հավանաբար չեն անցնի։ Եվ երբ քվանտային համակարգիչները գան, միլիոնավոր մարդկանց բժշկական գրառումները կդառնան հասանելի ցանկացած մեկի համար, ով ունի ճիշտ տեխնոլոգիան։ Կամ մտածեք ազգային անվտանգության մասին։ Զինված ուժերը, հետախուզական գործակալությունները օգտագործում են ծածկագրում, պաշտպանելու իրենց ամենազգայուն հաղորդակցությունները։ Բայց նրանք նաև ունեն հսկայական արխիվներ հին ծածկագրված հաղորդագրությունների։ Հաղորդագրություններ, որոնք հավաքվել են տասնամյակներ շարունակ, որոնք չեն կարող վերծանվել այսօր, բայց կարող են վերծանվել վաղը քվանտային համակարգչով։ Պատկերացրեք, որ դուք հետախուզական գործակալություն եք։ Դուք ունեք արխիվներ ծածկագրված հաղորդագրությունների, որոնք ընդհատվել են 30 տարի առաջ։ Այդ ժամանակ դուք չէիք կարող դրանք վերծանել, բայց հիմա քվանտային համակարգչով դուք կարող եք։ Եվ հանկարծ դուք իմանում եք ձեր հակառակորդների ռազմավարությունները, նրանց գործակալների անունները, նրանց գործառնությունների մանրամասները, տասնամյակներ հետո։ Սա ստեղծում է մի տարօրինակ իրավիճակ։ Ազգային անվտանգության գործակալությունները պետք է պաշտպանեն երկու ժամանակային դիծ միաժամանակ։ Նրանք պետք է պաշտպանեն ներկա հաղորդակցությունները ապագա քվանտային հարձակումներից։ Բայց նրանք նաև պետք է ենթադրեն, որ իրենց անցյալ հաղորդակցությունները կարող են վերծանվել ապագայում։ Սա նշանակում է վերագնահատել անցյալ գործառնությունները, վերաբաշխել գործակալներին, փոխել ռազմավարությունները, հիմնվելով այն վրա, թե ինչ կարող է բացահայտվել, եթե հին ծածկագրումը կոտրվի։
Եվ խնդիրը ոչ միայն կառավարությունների համար է։ Ամեն մի մարդ, ով երբևէ ուղարկել է ծածկագրված էլեկտրոնային նամակ, ով երբևէ օգտագործել է VPN, ով երբևէ պահել է զգայուն ֆայլեր ամպային պահեստում, բոլորը պետք է ենթադրեն, որ այդ տվյալները կարող են վտանգված լինել ապագայում։ Ձեր անձնական նամակագրությունը 10 տարի առաջ, ձեր բիզնես փաստաթղթերը, ձեր ֆինանսական գրառումները, բոլորը կարող են դառնալ հասանելի, երբ քվանտային համակարգիչները դառնան բավականաչափ հզոր։ Բայց ամենավտանգավոր մասը սա է. մենք չգիտենք, թե ով արդեն հավաքում է այս տվյալները։ Էդվարդ Սնոուդենի բացահայտումները 2013 թվականին ցույց տվեցին, որ NCAN համակարգված կերպով հավաքում էր ինտերնետ հաղորդակցությունները ամբողջ աշխարհում։ Նրանք ունեին ծրագրեր անուններով, ինչպես Prism, X-Keyscore, Tempora։ Նրանք ընդհատում էին մանրաթելային կաբելները, պատճենում էին ամբողջ տվյալների հոսքերը, պահում էին հսկայական տվյալների կենտրոններում։ Եթե NSA-ն արեց սա, ապա հավանական է, որ այլ հետախուզական գործակալություններ նույնպես արեցին։ Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը, Ռուսաստանի FSB-ն, Իսրայելի Մոսադը բոլորը հավանաբար ունեն նմանատիպ ծրագրեր։ Պատկերացրեք հսկայական տվյալների կենտրոններ, որոնք լցված են տասնամյակների ծածկագրված հաղորդակցություններով։ Էլեկտրոնային նամակներ, ձայնային զանգեր, տեքստային հաղորդագրություններ, ֆայլերի փոխանցումներ, բոլորը պահված են, սպասելով օրվան, երբ դրանք կարող են վերծանվել։ Սա նման է ժամանակային ռումբի։ Ամեն օր, որ անցնում է, ավելի շատ տվյալներ են ավելացվում արխիվներին, եւ ամեն օր, որ անցնում է, քվանտային համակարգիչները դառնում են ավելի հզոր։ Մի օր, հնարավոր է շատ շուտով, այդ ռումբը կպայթի, եւ երբ դա տեղի ունենա, տասնամյակների գաղտնիքները կբացահայտվեն միանգամից։ Բայց կա մի բան, որը դարձնում է այս իրավիճակը ավելի բարդ։ Քվանտային համակարգիչները ոչ միայն սպառնալիք են անվտանգությանը, նրանք նաև խոստանում են հեղափոխություն գիտության, բժշկության, արհեստական ինտելեկտի մեջ։ Նրանք կարող են սիմուլյացնել մոլեկուլային փոխազդեցությունները, օգնելով մշակել նոր դեղամիջոցներ։ Նրանք կարող են օպտիմալացնել բարդ համակարգերը, լուծելով լոգիստիկայի, տրանսպորտի, էներգիայի խնդիրները։ Նրանք կարող են արագացնել մեքենայական ուսուցումը, ստեղծելով ավելի խելացի AI համակարգեր։ Սա նշանակում է, որ մենք չենք կարող պարզապես կանգնեցնել քվանտային հետազոտությունները։ Տեխնոլոգիան շատ արժեքավոր է, բայց մենք նաև չենք կարող թույլ տալ, որ այն ընկնի սխալ ձեռքերում։ Սա ստեղծում է մի դժվար հավասարակշռություն։ Կառավարությունները ուզում են խթանել քվանտային հետազոտությունները մնալու մրցակցային, բայց նրանք նաև ուզում են վերահսկել, թե ով ունի մուտք այդ տեխնոլոգիային։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանափակել են քվանտային տեխնոլոգիաների արտահանումը։ Չինաստանը ներդրում է տասնյակ միլիարդներ սեփական քվանտային ծրագրերում։ Եվրոպական միությունը փորձում է ստեղծել անկախ քվանտային ենթակառուցվածք։ Մենք տեսնում ենք նոր տեսակի տեխնոլոգիական սառը պատերազմ, եւ այս պատերազմը ունի իրական հետևանքներ։ 2020 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելացրին տասնյակ չինական ընկերություններ սև ցուցակում, սահմանափակելով նրանց մուտքը ամերիկյան տեխնոլոգիաներին։ Պատճառը մտահոգություններ, որ այդ ընկերությունները կարող են օգտագործել քվանտային տեխնոլոգիաները կոտրելու ամերիկյան ծածկագրումը։ Չինաստանը պատասխանեց սեփական սահմանափակումներով ամերիկյան ընկերությունների վրա։ Գիտական համագործակցությունը, որը երբեմն ազատ էր սահմաններից, այժմ խանգարվում է քաղաքական լարվածությամբ։ Բայց խնդիրը ոչ միայն պետությունների միջև է։ Մասնավոր ընկերությունները նույնպես մրցում են քվանտային գերազանցության համար։ Google-ը, IBM-ը, Microsoft-ը, Amazon, բոլորը ներդրում են միլիարդներ քվանտային հաշվողական տեխնոլոգիաներում, բայց նրանք նաև մրցակցում են միմյանց դեմ։ Ամեն ընկերություն փորձում է պաշտպանել իր սեփական մոտեցումը, իր սեփական պատենտները։ Սա դանդաղեցնում է առաջընթացը։ Փոխարեն համագործակցելու, լուծելու ընդհանուր խնդիրները, նրանք մրցում են շուկայական բամբաժնի համար։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք քվանտային դարաշրջանի իրական դիլեման։ Տեխնոլոգիան, որը կարող է փրկել մեզ, քվանտային դիմացկուն ծածկագրումը, քվանտային բանալիների բաշխումը պահանջում է համաշխարհային համագործակցություն։ Բայց քաղաքական եւ տնտեսական ուժերը մղում են դեպի մրցակցություն եւ մեկուսացում։ Մենք պետք է ստեղծենք նոր ստանդարտներ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում։ Բայց ամեն երկիր, ամեն ընկերություն ուզում է, որ իրենց ստանդարտը դառնա գլոբալ ստանդարտը։ Վերցրեք NEST-ի քվանտային դիմացկուն ծածկագրման մրցույթը։ Սա էր համաշխարհային ջանք, ներգրավելով կրիպտոգրաֆներ տասնյակ երկրներից։ Բայց երբ NIST-ը հայտարարեց հաղթողների մասին, որոշ երկրներ արտահայտեցին մտահոգություններ։ Ինչու պետք է նրանք վստահեն ամերիկյան գործակալության ընտրած ալգորիթմներին։
Ինչ եթե այդ ալգորիթմները ունեն թաքնված թուլություններ, որոնք հայտնի են միայն NCA-ին։ Սա ոչ թե անհիմն պարանոյա է։ Պատմությունը ցույց է տվել, որ հետախուզական գործակալությունները փորձել են թուլացնել ծածկագրման ստանդարտները։ 2013 թվականին բացահայտվեց, որ NCA-ն վճարել էր Arcia Security-ին $10 միլիոն, օգտագործելու թույլ պատահական թվերի գեներատոր իրենց ծրագրերում։ Այսպիսով, մենք կանգնած ենք մի խաչմերուկում։ Մի ճանապարհը տանում է դեպի համաշխարհային համագործակցություն, բաց ստանդարտներ, համատեղ հետազոտություններ, համատեղ ենթակառուցվածք։ Մյուս ճանապարհը տանում է դեպի մասնատում։ Ամեն երկիր, ամեն ընկերություն կառուցում է իր սեփական քվանտային համակարգերը, իր սեփական ծածկագրումը։ Առաջին ճանապարհը խոստանում է ավելի անվտանգ, ավելի արդյունավետ աշխարհ, բայց այն պահանջում է վստահություն, մի բան, որը պակասում է ժամանակակից աշխարհում։ Երկրորդ ճանապարհը թույլ է տալիս ամեն մեկին պաշտպանել իր սեփական շահերը, բայց այն ստեղծում է մի մասնատված, անարդյունավետ համակարգ, որտեղ տարբեր ցանցեր չեն կարող անվտանգ հաղորդակցվել միմյանց հետ, եւ ժամանակը սպառվում է։ Ամեն ամիս բերում է նոր հայտարարություններ քվանտային հաշվողական տեխնոլոգիաների առաջընթացի մասին։ 2025 թվականի հունվարին IBM-ը ներկայացրեց իր նոր Heron պրոցեսորները, ցույց տալով 5 անգամ ավելի լավ սխալների մակարդակներ։ Փետրվարին Atom Computing-ը հայտարարեց, որ հասել է 1200 կյուբիտների։ Մարտին Microsoft-ը եւ Quantinuum-ը ցույց տվեցին լոգիկական կյուբիտներ, որոնք կարող են կատարել հազարավոր գործողություններ առանց սխալների։ Ամեն հայտարարություն մեզ մոտեցնում է այն պահին, երբ քվանտային համակարգիչները կարող են կոտրել ռեսան։ Բայց ինչպես կիմանանք, թե երբ այդ պահը կգա։ Սա մեկ այլ խնդիր է։ Քվանտային համակարգիչների զարգացումը ոչ թե գծային է, այլ էքսպոնենցիալ։ Տարիներ շարունակ առաջընթացը կարող է դանդաղ թվալ, ապա հանկարծ մի խոշոր խզում, նոր տեսակի կյուբիտ, նոր սխալների ուղղման մեթոդ, նոր ճարտարապետություն եւ ամեն ինչ արագանում է։ Մենք կարող ենք անցնել ռեսան անվտանգ է վիճակից դեպի ռեսան կոտրված է վիճակ շատ արագ, հնարավոր է մի քանի ամսում։ Եվ երբ այդ պահը գա, հետևանքները կլինեն անմիջական եւ կատաստրոֆիկ։ Պատկերացրեք լուրը, գիտնականները հայտարարում են, որ քվանտային համակարգիչը կարող է կոտրել ռեսան։ Ինչ կլինի։ Բանկային համակարգերը կխուճապի մատնվեն, բորսաները կարող են կասեցվել, կրիպտոարժութային շուկան կփլուզվի, կառավարությունները կհայտարարեն արտակարգ դրություն, ինտերնետ առևտուրը կկանգնի, մարդիկ կվախենան օգտագործել իրենց բանկային քարտերը, իրենց առցանց հաշիվները։ Սա կլինի թվային ապոկալիպսիս։ Բայց ամենավատ մասը սա է։ Մենք հնարավոր է չիմանանք, թե երբ այդ պահը եկավ։ Պատկերացրեք, որ մի հետախուզական գործակալություն կամ մի հանցավոր կազմակերպություն ստեղծում է քվանտային համակարգիչ, որը կարող է կոտրել ռեսան։ Կհայտարարեն նրանք դրա մասին։ Իհարկե ոչ։ Նրանք կպահեն գաղտնիք։ Նրանք կսկսեն օգտագործել այն լրտեսելու, գողանալու, շահարկելու համար։ Եվ մնացած աշխարհը կշարունակի մտածել, որ իրենց ծածկագրումը անվտանգ է, մինչդեռ իրականում ամեն ինչ արդեն կոտրված է։ Մենք կարող ենք ապրել մի աշխարհում, որտեղ ռեսիան արդեն կոտրված է, բայց մենք չգիտենք դրա մասին։ Սա նման է ապրելու մի տանը, որտեղ բոլոր կողպեքները կոտրված են, բայց դուք չգիտեք դրա մասին։ Դուք շարունակում եք կողպել ձեր դռները, մտածելով, որ դուք անվտանգ եք, բայց իրականում ցանկացած մեկը կարող է մտնել ցանկացած ժամանակ, եւ դուք կիմանաք դրա մասին միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ է, երբ ձեր գաղտնիքները արդեն գողացված են, ձեր փողերը արդեն անհետացել են, ձեր ինքնությունը արդեն կեղծված է։ Այսպիսով, ինչ կարող ենք անել։ Ինչպես կարող ենք պաշտպանվել այս անտեսանելի սպառնալիքից։ Պատասխանը բարդ է եւ պահանջում է գործողություններ բազմաթիվ մակարդակներում։ Առաջին անհատական մակարդակում։ Ամեն մարդ պետք է սկսի մտածել իր թվային անվտանգության մասին նոր կերպ։ Դուք չեք կարող ավելի վստահել, որ ձեր ծածկագրումը պաշտպանված է միայն այն պատճառով, որ այն բարդ է կոտրելու համար։ Դուք պետք է ենթադրեք, որ ցանկացած բան, որը դուք ուղարկում եք այսօր, կարող է վերծանվել վաղը։ Սա նշանակում է ավելի զգույշ լինել այն մասին, թե ինչ եք փոխանցում էլեկտրոնային կերպով։ Զգայուն տեղեկատվությունը, ֆինանսական տվյալներ, բժշկական գրառումներ, անձնական գաղտնիքներ պետք է պահվեն ավելի անվտանգ կերպով։ Երկրորդ, կազմակերպական մակարդակում։ Ընկերությունները, հատկապես ֆինանսական եւ առողջապահական ոլորտներում, պետք է սկսեն անցում դեպի քվանտային դիմացկուն ծածկագրում հիմա։ Ոչ թե 5 տարի հետո, ոչ թե երբ քվանտային համակարգիչները դառնան իրականություն, այլ հիմա։ Նրանք պետք է գնահատեն իրենց ընթացիկ ծածկագրման համակարգերը, բացահայտեն խոցելիությունները, մշակեն միգրացիայի պլաններ։ Սա պահանջում է ներդրումներ, նոր ծրագրակազմ, նոր սարքավորումներ, նոր ուսուցում։
Բայց արժեքը ոչինչ է համեմատած հնարավոր վնասների հետ, եթե նրանք սպասեն շատ երկար։ Երրորդ, ազգային մակարդակում։ Կառավարությունները պետք է ստեղծեն հստակ քաղաքականություններ և կանոնակարգեր քվանտային անցման համար։ Նրանք պետք է պարտադրեն ստանդարտներ կրիտիկական ենթակառուցվածքի համար՝ բանկեր, հիվանդանոցներ, էներգետիկ ցանցեր։ Նրանք պետք է ֆինանսավորեն հետազոտությունները քվանտային դիմացկուն տեխնոլոգիաների մեջ։ Նրանք պետք է ստեղծեն ծրագրեր օգնելու փոքր ընկերություններին և կազմակերպություններին կատարել անցումը։ Եվ նրանք պետք է անեն այս ամենը արագ, որովհետև ժամանակը սպառվում է։ Բայց ամենակարևորը միջազգային մակարդակում։ Քվանտային սպառնալիքը չի հարգում սահմանները։ Մի երկրի թույլ ծածկագրումը կարող է վտանգել ամբողջ համաշխարհային ցանցը։ Մենք պետք է ունենանք միջազգային համագործակցություն, մշակելու ընդհանուր ստանդարտներ, համատեղ հետազոտություններ, համատեղ ենթակառուցվածք։ Սա պահանջում է վստահություն և թափանցիկություն։ Երկու բան, որոնք դժվար են ժամանակակից աշխարհում։ Բայց այլընտրանքը շատ ավելի վատ է։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ միայն մի քանի երկրներ ունեն քվանտային դիմացկուն ենթակառուցվածք։ Մնացած աշխարհը մնում է խոցելի։ Սա ստեղծում է նոր տեսակի անհավասարություն, թվային բաժանում, որը ավելի խորն է, քան ցանկացած բան, որը մենք տեսել ենք նախկինում։ Հարուստ ազգերը կունենան անվտանգ հաղորդակցություն, անվտանգ ֆինանսական համակարգեր, անվտանգ ենթակառուցվածք։ Աղքատ ազգերը կմնան ամբողջովին թափանցիկ, ամբողջովին խոցելի։ Սա ոչ միայն անարդար է, այլև անկայուն։ Որովհետև թույլ կապերը համաշխարհային ցանցում վտանգում են բոլորին, եւ այստեղ է, որ մենք վերադառնում ենք հիմնարար հարցին. ինչ տեսակի աշխարհ ենք մենք ուզում ստեղծել քվանտային դարաշրջանում։ Մի աշխարհ, որտեղ անվտանգությունը արտոնություն է, հասանելի միայն նրանց համար, ովքեր կարող են վճարել դրա համար։ Թե մի աշխարհ, որտեղ անվտանգությունը հիմնական իրավունք է, հասանելի բոլորի համար։ Մի աշխարհ, որտեղ ազգերը մրցում են եւ գաղտնի պահում իրենց տեխնոլոգիաները։ Թե մի աշխարհ, որտեղ նրանք համագործակցում են եւ համատեղում իրենց ռեսուրսները։ Ընտրությունը, որը մենք կանենք հաջորդ մի քանի տարիների ընթացքում, կորոշի թվային անվտանգության ապագան հաջորդ 50 տարիների համար։ Եվ սա ոչ միայն տեխնիկական ընտրություն է, սա բարոյական ընտրություն է, քաղաքական ընտրություն է, մարդկային ընտրություն է։ Որովհետև վերջում քվանտային համակարգիչները պարզապես գործիքներ են, ինչպես բոլոր գործիքները, դրանք կարող են օգտագործվել ստեղծելու կամ ոչնչացնելու համար, պաշտպանելու կամ հարձակվելու համար, միավորելու կամ բաժանելու համար։ Ընտրությունը մերն է։ Բայց հենց այն պահին, երբ իրավիճակը թվում է անհուսալի, երբ թվում է, որ մենք դատապարտված ենք ապրել մի աշխարհում, որտեղ ոչ մի գաղտնիք անվտանգ չէ, գիտությունը մեզ տալիս է մի անսպասելի պատասխան։ Եվ այդ պատասխանը գալիս է ամենաանսպասելի տեղից՝ քվանտային մեխանիկայի հենկայի հենց այն օրենքներից, որոնք սպառնում են մեզ։ 2025 թվականի մարտին, երբ ամբողջ աշխարհը դեռ մարսում էր Վիլովի հայտարարությունը, Շվեյցարիայի Ժնևայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Եվրոպական միության քվանտային հաղորդակցության ցանցը EuroQCI-ն հաջողությամբ փորձարկեց առաջին միջմայրցամաքային քվանտային բանալիների բաշխումը։ Բրյուսելից մինչև Վարշավա, Բերլինից մինչև Ռոմա, 2600 կիլոմետր ծածկված քվանտային ապահով կապով։ Եվ ամենակարևորը, համակարգը աշխատեց ոչ թե լաբորատոր պայմաններում, այլ իրական, աղմկոտ, անկատար աշխարհում։ Սա էր առաջին անգամ, երբ քվանտային ապահովությունը դուրս եկավ տեսական ֆիզիկայի աշխարհից եւ մտավ գործնական իրականություն։ Բայց ինչպես է սա հնարավոր։ Ինչպես կարող է նույն քվանտային մեխանիկան, որը թույլ է տալիս քվանտային համակարգիչներին կոտրել մեր ծածկագրումը, նաև պաշտպանել մեզ։ Պատասխանը ընկած է մի հիմնարար տարբերության մեջ։ Դասական ծածկագրումը RESIA AES բոլոր ալգորիթմները, որոնք մենք օգտագործում ենք այսօր, հիմնված են հաշվողական դժվարության վրա։ Դրանք անվտանգ են, որովհետև դրանք կոտրելը պահանջում է շատ ժամանակ, բայց շատ ժամանակ հարաբերական հասկացություն է։ Այն, ինչը պահանջում է միլիարդ տարի դասական համակարգչի համար, կարող է պահանջել միայն մի քանի ժամ քվանտային համակարգչի համար։ Քվանտային բանալիների բաշխումը QKD-ն հիմնված է ֆիզիկայի օրենքների վրա, ոչ թե հաշվողական դժվարության։ Եվ ֆիզիկայի օրենքները չեն կարող կոտրվել, նույնիսկ անսահման հզոր համակարգչով։ Հիշեք Հայզենբերգի անորոշության սկզբունքը։ Երբ դուք չափում եք քվանտային համակարգի մի հատկությունը, օրինակ ֆոտոնի պոլարիզացիան, դուք անխուսափելիորեն խանգարում եք այդ համակարգը։ Սա ոչ թե տեխնիկական սահմանափակում է, որը կարող է հաղթահարվել ավելի լավ սարքավորումներով։ Սա տիեզերքի հիմնարար հատկություն է։ Եվ հենց այս հատկությունն էությունն է, որը դարձնում է քվանտային հաղորդակցությունը անվտանգ։
Պատկերացրեք, որ Ալիսը ուզում է ուղարկել գաղտնի բանալիի բոբին։ Դասական մեթոդներով, եթե Եվան լրտեսը ընդհատում է հաղորդակցությունը, նա կարող է պատճենել բանալին առանց Ալիսի կամ Բոբի իմանալու։ Բայց քվանտային մեթոդով Ալիսը ուղարկում է բանալին որպես քվանտային վիճակների հաջորդականություն, ֆոտոններ տարբեր պոլարիզացիաներով։ Եթե Եվան փորձում է չափել այդ ֆոտոնները, նա անխուսափելիորեն փոխում է դրանց վիճակները։ Երբ Բոբը ստանում է ֆոտոնները եւ համեմատում Ալիսի հետ, նրանք տեսնում են անսովոր սխալների քանակ։ Սա ազդանշան է, որ ինչ-որ մեկը փորձել է լսել։ Նրանք պարզապես մերժում են այդ բանալին եւ փորձում նորից։ Սա հնչում է պարզ, բայց իրականացումը անհավատալի բարդ է։ Խնդիրն այն է, որ քվանտային վիճակները չափազանց զգայուն են։ Ոչ միայն լրտեսները, այլև սովորական շրջակա միջավայրը, ջերմությունը, թրթռումները, էլեկտրամագնիսական աղմուկը բոլորը կարող են ոչնչացնել քվանտային տեղեկատվությունը։ Եվ դուք փորձում եք ուղարկել քվանտային վիճակներ օպտիկական մանրաթելով, ֆոտոնները կորչում են։ Մոտավորապես յուրաքանչյուր 50 կիլոմետրում դուք կորցնում եք կեսը, 100 կիլոմետրում 75%-ը, 200 կիլոմետրում գրեթե բոլորը։ Տասնամյակներ շարունակ սա սահմանափակեց քվանտային հաղորդակցությունը կարճ հեռավորությունների։ Բայց 2000-ականների սկզբին ֆիզիկոսները սկսեցին մշակել լուծումներ։ Առաջին լուծումը վստահելի հանգույցն էր։ Պատկերացրեք, որ դուք ուզում եք ուղարկել քվանտային բանալի Բրյուսելից Վարշավա։ Ուղիղ կապը չափազանց երկար է, բայց դուք կարող եք տեղադրել միջանկյալ կայաններ Բերլինում, Պրահայում։ Ալիսը ուղարկում է քվանտային բանալի Բերլին։ Բերլինի կայանը չափում է այն, ստեղծում նոր քվանտային վիճակներ եւ ուղարկում Պրահա։ Պրահան անում է նույնը դեպի Վարշավա, բայց սա ստեղծում է նոր խնդիր։ Ամեն միջանկյալ կայան պետք է վստահելի լինի։ Եթե Բերլինի կայանը վտանգված է, ապա ամբողջ հաղորդակցությունը վտանգված է։ Սա նման է փոխանցելու գաղտնիք շղթայով, ամեն մարդ պետք է լինի վստահելի։ Եվ որքան երկար է շղթան, այնքան ավելի մեծ է ռիսկը։ Իրական լուծումը եկավ 2014 թվականին, երբ Նիդերլանդների Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի ֆիզիկոսները ցույց տվեցին քվանտային հեռահաղորդակցություն։ Սա տարբեր է վստահելի հանգույցներից։ Փոխարենը չափելու քվանտային վիճակները միջանկյալ կայաններում դուք օգտագործում եք քվանտային հարաճուն վիճակ։ Երկու ֆոտոններ, որոնք ստեղծվել են միասին, մնում են կապված, անկախ նրանից, թե որքան հեռու են միմյանցից։ Երբ դուք չափում եք մեկը, դուք անմիջապես գիտեք մյուսի վիճակը։ Այնշտեյնը կոչում էր սա ուրվական հեռազանք։ Նա չէր հավատում դրան։ Բայց փորձարկումները կարող են համատեղել հարաճուն ֆոտոններ։ Սա թույլ է տալիս նրանց ստեղծել համատեղ քվանտային բանալի առանց ֆիզիկապես փոխանցելու ֆոտոններ ամբողջ հեռավորությամբ։ Միջանկյալ կայանները չեն պետք է լինեն վստահելի, նրանք պարզապես օգնում են ստեղծել հարաճուն վիճակը, բայց նրանք երբեք չեն տեսնում բանալին։ Սա էր տեսությունը։ Բայց գործնականում իրականացնելը պահանջեց տասնամյակներ աշխատանք։ Խնդիրն այն էր, որ քվանտային հարաճուն վիճակը չափազանց զգայուն է։ Ամեն փոքր խանգարում կարող է ոչնչացնել այն։ Եվ երբ դուք փորձում եք ստեղծել հարաճուն վիճակ երկու հեռավոր տեղերի միջև, դուք պետք է համաժամացնեք ամեն ինչ անհավատալի ճշգրտությամբ։ Ֆոտոնները պետք է ժամանեն միջանկյալ կայան հենց նույն պահին, նանովայրկյանների ճշգրտությամբ։ Դետեկտորները պետք է լինեն այնքան զգայուն, որ կարող են հայտնաբերել մեկ ֆոտոն։ Ամբողջ համակարգը պետք է պաշտպանված լինի ջերմությունից, թրթռումներից, էլեկտրամագնիսական աղմուկից։ Բայց 2025 թվականին EuroQCI-ի փորձարկումը ցույց տվեց, որ սա հնարավոր է։
ոչ միայն լաբորատորիայում, այլև իրական աշխարհում։ Համակարգը օգտագործեց գոյություն ունեցող օպտիկական մանրաթելային ցանցերը, նույն մանրաթելերը, որոնք տանում են ձեր ինտերնետ տրաֆիկը։ Այն տեղադրեց քվանտային սարքավորումներ գոյություն ունեցող հեռահաղորդակցության կայաններում, եւ այն աշխատեց։ Բրյուսելից մինչև Վարշավա անվտանգ քվանտային բանալիներ փոխանցվեցին յուրաքանչյուր վայրկյան։ Բանալիներ, որոնք անվտանգ էին ոչ միայն դասական համակարգիչների, այլև քվանտային համակարգիչների դեմ։ Բանալիներ, որոնց անվտանգությունը երաշխավորված էր ֆիզիկայի օրենքներով, ոչ թե մաթեմատիկական ենթադրություններով։ Բայց EuroQCI-ն միայն սկիզբն է։ Չինաստանը արդեն ունի 2000 կիլոմետր քվանտային ցանց, կապելով Պեկինը եւ Շանհայը։ Նրանց միջուս արբանյակը կարող է ստեղծել քվանտային կապեր ցամաքամասերի միջև։ 2023 թվականին նրանք հաջողությամբ փոխանցեցին քվանտային բանալիներ Չինաստանի եւ Ավստրիայի միջև, օգտագործելով արբանյակը որպես միջանկյալ կայան։ Սա ապացուցեց, որ համաշխարհային քվանտային ինտերնետը ոչ միայն տեսական է, այլև գործնական։ Ճապոնիան կառուցում է իր սեփական քվանտային ցանցը, կապելով Տոկիոն, Օսական եւ այլ մեծ քաղաքներ։ Հարավային Կորեան ներդրում է միլիարդներ քվանտային հաղորդակցության ենթակառուցվածքում։ Սինգապուրը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Իսրայելը բոլորը մշակում են իրենց սեփական քվանտային ցանցերը։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը երկար ժամանակ հետ էր մնում, այժմ արագացնում է իր ջանքերը։ 2025 թվականի փետրվարին էներգետիկայի նախարարությունը հայտարարեց 5 միլիարդ դոլարի ներդրման մասին ազգային քվանտային ինտերնետի համար։ Բայց քվանտային հաղորդակցությունը միայն մաս է լուծումից։ Մենք նաև պետք է փոխարինենք մեր ծածկագրման ալգորիթմները։ Եվ այստեղ է, որ NIST քվանտային դիմացկուն ծածկագրման ստանդարտները դառնում են կրիտիկական։ Հիշեք, NIST-ը ընտրեց 4 ալգորիթմ՝ Crystals Kyber, Crystals Dilithium, Falcon, Sphinx Plus։ Բայց ինչ են սրանք իրականում։ Ինչպես են դրանք աշխատում։ Եվ ինչու ենք մենք մտածում, որ դրանք անվտանգ են քվանտային համակարգիչների դեմ։ Վերցրեք Crystals Kyber-ը, ալգորիթմը բանալիների փոխանակման համար։ Այն հիմնված է ուսուցման հետ սխալներ խնդրի վրա, Learning with Errors կամ LWE։ Պատկերացրեք, որ ես տալիս եմ ձեզ հազարավոր գծային հավասարումներ։ Բայց ամեն հավասարումում ես ավելացրել եմ փոքր պատահական սխալ։ Ձեր խնդիրն է գտնել գաղտնի թվերը, որոնք բավարարում են այդ հավասարումները, չնայած սխալներին։ Սա հնչում է հեշտ, բայց երբ հավասարումների քանակը դառնում է մեծ եւ սխալները ճիշտ չափի, այս խնդիրը դառնում է անհավատալի դժվար։ Ոչ միայն դասական համակարգիչների համար, այլև որքան մենք գիտենք քվանտային համակարգիչների համար։ Բայց ինչու։ Ինչու է LWN-ը դժվար քվանտային համակարգիչների համար, երբ ֆակտորիզացիան, RESIA-ի հիմքը հեշտ է։ Պատասխանը ընկած է խնդրի կառուցվածքում։ Ֆակտորիզացիան ունի թաքնված պարբերություն, եւ քվանտային համակարգիչները գերազանց են գտնելու պարբերություններ, շնորհիվ քվանտային Ֆուրիեի փոխակերպման։ Բայց LWE-ն չունի այդպիսի պարբերություն։ Սխալները ոչնչացնում են ցանկացած կանոնավորություն, եւ առանց կանոնավորության քվանտային համակարգիչները կորցնում են իրենց առավելությունը։ Նույն սկզբունքը կիրառվում է Crystals Dilithium-ի համար, թվային ստորագրությունների ալգորիթմը։ Այն հիմնված է կարճ ամբողջ թվերի լուծումների խնդրի վրա, Short Integer Solution կամ SIS։ Պատկերացրեք, որ ես տալիս եմ ձեզ մատրիցա թվերի եւ խնդրում գտնել կարճ վեկտոր, որը բազմապատկելով մատրիցայով տալիս է 0։ Կրկին, սա հնչում է հեշտ, բայց երբ մատրիցան դառնում է մեծ, խնդիրը դառնում է անլուծելի։ Եվ կրկին, որքան մենք գիտենք, քվանտային համակարգիչները չունեն առավելություն այս խնդրի համար։ Falcon-ը օգտագործում է նմանատիպ մոտեցում, բայց տարբեր մաթեմատիկական կառուցվածքով։ Իսկ Sphinx Plus-ը հիմնված է հեշտ ֆունկցիաների վրա, մաթեմատիկական ֆունկցիաներ, որոնք հեշտ են հաշվելու մի ուղղությամբ, բայց գործնականում անհնար են հակադարձելու։ Հեշտ ֆունկցիաները համարվում են անվտանգ, նույնիսկ քվանտային համակարգիչների դեմ, որովհետև դրանք չունեն այն տեսակի կառուցվածքը, որը քվանտային ալգորիթմները կարող են շահագործել։ Բայց այստեղ է կրիտիկական հարցը։ Մենք իսկապես գիտենք, որ այս ալգորիթմները անվտանգ են։ Պատասխանը՝ ոչ, ոչ բացարձակ վստահությամբ։ Մենք չունենք մաթեմատիկական ապացույց, որ LWEN կամ SIS-ը դժվար են քվանտային համակարգիչների համար։ Մենք պարզապես չենք գտել արագ քվանտային ալգորիթմ դրանց լուծման համար։ Բայց դա չի նշանակում, որ այդպիսի ալգորիթմը գոյություն չունի։ Սա բերում է մեզ դեպի կրիպտոգրաֆիայի հիմնարար դիլեման։ Ապացուցել, որ ինչ-որ բան անվտանգ է, շատ ավելի դժվար է, քան ապացուցել, որ այն անվտանգ չէ։
Որպեսզի ապացուցեք, որ ալգորիթմը անվտանգ չէ, դուք պարզապես պետք է գտնեք մեկ հարցակման մեթոդ։ Բայց որպեսզի ապացուցեք, որ այն անվտանգ է, դուք պետք է ցույց տաք, որ ոչ մի հարցակում հնարավոր չէ։ Եվ ինչպես կարող եք ապացուցել բացասական։ Ինչպես կարող եք ապացուցել, որ ինչ-որ բան գոյություն չունի։ Կրիպտոգրաֆները օգտագործում են մի մոտեցում, որը կոչվում է ապացուցելի անվտանգություն։ Նրանք փորձում են ցույց տալ, որ եթե դուք կարող եք կոտրել նրանց ալգորիթմը, ապա դուք կարող եք նաև լուծել մի հայտնի դժվար խնդիր։ Օրինակ, եթե դուք կարող եք կոտրել Crystals Kyber-ը, ապա դուք կարող եք նաև լուծել LWE խնդիրը։ Եվ եթե LWE-ն իսկապես դժվար է, ապա Kyber-ը պետք է լինի անվտանգ։ Բայց սա պայմանական անվտանգություն է։ Այն հիմնված է ենթադրության վրա, որ LWE-ն դժվար է, եւ մենք չունենք ապացույց դրա համար։ Սա նման է կառուցելու տուն ավազի վրա։ Տունը կարող է ամուր թվալ, բայց եթե հիմքը թույլ է, ամբողջ կառուցվածքը կարող է փլուզվել։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ կրիպտոգրաֆիական ենթադրությունները կարող են սխալ լինել։ Տասնամյակներ շարունակ մարդիկ մտածում էին, որ ֆակտորիզացիան դժվար է բոլոր համակարգիչների համար։ Ապա շորը ցույց տվեց, որ դա դժվար չէ քվանտային համակարգիչների համար։ Ինչ, եթե ինչ-որ մեկը վաղը գտնի քվանտային ալգորիթմ LWE-ի համար։ Ինչ, եթե մեր նոր անվտանգ ալգորիթմերը դառնան խոցելի նույնպես։ Սա այն պատճառն է, թե ինչու NIST-ը ընտրեց 4 տարբեր ալգորիթմներ, ոչ թե մեկը։ Նրանք հիմնված են տարբեր մաթեմատիկական խնդիրների վրա։ Եթե մեկը կոտրվի, մյուսները կարող են դեռ անվտանգ լինել։ Սա կոչվում է կրիպտոգրաֆիական բազմազանություն։ Դուք չեք դնում բոլոր ձվերը մեկ զամբյուղում։ Դուք ստեղծում եք բազմաթիվ պաշտպանության շերտեր, յուրաքանչյուրը հիմնված տարբեր սկզբունքների վրա։ Բայց նույնիսկ այս մոտեցումը ունի սահմանափակումներ։ Բազմաթիվ ալգորիթմների օգտագործումը նշանակում է բազմաթիվ բանալիներ, բազմաթիվ ստորագրություններ, բազմաթիվ հաշվարկներ։ Սա դանդաղեցնում է համակարգը եւ ավելացնում բարդությունը։ Եվ բարդությունը թշնամին է անվտանգության։ Որքան ավելի բարդ է համակարգը, այնքան ավելի շատ տեղեր կան սխալների համար, այնքան ավելի դժվար է ճիշտ իրականացնել այն։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք իրական մարտահրավերը։ Տեխնիկական լուծումները գոյություն ունեն։ Քվանտային դիմացկուն ալգորիթմները մշակված են։ Քվանտային հաղորդակցության տեխնոլոգիան աշխատում է, բայց իրականացնելը, փոխարինելը միլիարդավոր սարքերի, թարմացնելը միլիոնավոր համակարգերի, վերապատրաստելը միլիոնավոր մարդկանց, սա հսկայական խնդիր է։ Եվ մենք պետք է անենք սա արագ, որովհետև քվանտային համակարգիչները գալիս են։ Վերցրեք մի պարզ օրինակ՝ ձեր սմարթֆոնը։ Այն օգտագործում է ծածկագրում ամեն ինչի համար, ձեր Wi-Fi կապից մինչև ձեր բանկային հավելվածը։ Որպեսզի պաշտպանեք այն քվանտային սպառնալիքից, դուք պետք է թարմացնեք օպերացիոն համակարգը, բոլոր հավելվածները, նույնիսկ ֆիրմվերը, ներկառուցված ծրագրակազմը, որը վերահսկում է սարքի հիմնական ֆունկցիաները։ Բայց ինչ, եթե ձեր սմարթֆոնը 5 տարեկան է։ Արտադրողը հնարավոր է այլևս չի աջակցում այն։ Դուք չեք ստանա թարմացումներ, ձեր սարքը կմնա խոցելի։ Կամ վերցրեք ձեր մեքենան։ Ժամանակակից մեքենաները համակարգիչներ են անիվների վրա։ Նրանք ունեն տասնյակ էլեկտրոնային վերահսկման միավորներ, որոնք հաղորդակցվում են միմյանց հետ եւ արտաքին աշխարհի հետ։ Այդ հաղորդակցությունը պաշտպանված է ծածկագրմամբ։ Բայց մեքենաները նախագծված են տևել 15 տարի կամ ավելի։ Ինչպես եք դուք թարմացնելու մեքենա, որը արտադրվել է 2015 թվականին, երբ քվանտային համակարգիչները դառնան սպառնալիք 2030 թվականին։ Արտադրողը հնարավոր է այլևս գոյություն չունենա։ Նույնիսկ եթե այն գոյություն ունի, թարմացնելը կարող է պահանջել ֆիզիկապես փոխարինել սարքավորումները, ինչ-որ բան, որը գործնականում անհնար է միլիոնավոր մեքենաների համար։ Կամ մտածեք բժշկական սարքերի մասին։ Սրտի խթանիչները, ինսուլինի պոմպերը, նեյրոստիմուլյատորները բոլորը օգտագործում են անլար հաղորդակցություն, որը պաշտպանված է ծածկագրմամբ։ Այդ սարքերը կարող են լինել մարդու մարմնում 10 տարի կամ ավելի։ Դուք չեք կարող պարզապես թարմացնել դրանք ինչպես սմարթֆոնը։ Դուք պետք է վիրահատական միջամտություն կատարեք, փոխարինելու սարքը։ Սա ռիսկավոր է, թանկ է եւ գործնականում անհնար է միլիոնավոր հիվանդների համար։ Այս օրինակները ցույց են տալիս հիմնարար խնդիրը։ Մեր թվային ենթակառուցվածքը կառուցված է տասնամյակների ընթացքում։ Միլիարդավոր սարքեր, միլիոնավոր համակարգեր, բոլորը հիմնված են ծածկագրման վրա, որը շուտով կարող է հնացած դառնալ։ Եվ մենք չենք կարող պարզապես անջատել ամեն ինչը եւ սկսել նորից։ Մենք պետք է կատարենք անցումը, մինչդեռ համակարգը շարունակում է աշխատել։ Սա նման է փոխարինելու ինքնաթիռի շարժիչները, մինչդեռ այն թռչում է։ Բայց կա ավելի խորը խնդիր։ Նույնիսկ եթե մենք հաջողությամբ թարմացնենք բոլոր մեր համակարգերը, նույնիսկ եթե մենք իրականացնենք քվանտային դիմացկուն ծածկագրումը ամենուր, մենք դեռ ունենք հավաքիր հիմա, վերցանիր հետո խնդիրը։
Հիշեք, հետախուզական գործակալությունները հավանաբար հավաքում են ծածկագրված հաղորդակցությունները հիմա, սպասելով օրվան, երբ նրանք կարող են դրանք վերծանել։ Երբ քվանտային համակարգիչները գան, նրանք կվերծանեն տասնամյակների արխիվները։ Ինչպես կարող ենք պաշտպանվել դրանից։ Պատասխանը՝ մենք չենք կարող, ոչ լիովին։ Ցանկացած բան, որը փոխանցվել է օգտագործելով RSA կամ էլիպտիկ կորերի ծածկագրում, պոտենցիալ խոցելի է ապագա վերծանման համար։ Միակ պաշտպանությունը սկսել օգտագործել քվանտային դիմացկուն ծածկագրումը հիմա, նույնիսկ մինչև քվանտային համակարգիչները դառնան սպառնալիք։ Սա կոչվում է հիբրիդ մոտեցում, օգտագործել և դասական, և քվանտային դիմացկուն ալգորիթմներ միաժամանակ։ Եթե դասական ալգորիթմը կոտրվի ապագայում, քվանտային դիմացկունը դեռ կպաշտպանի ձեզ, բայց նույնիսկ սա ունի սահմանափակումներ։ Հիբրիդ ծածկագրումը դանդաղ է և ռեսուրսատար։ Այն կրկնապատկում է հաշվողական բեռը։ Հին սարքերը հնարավոր է չկարողանան վազել այն, և ամենակարևորը, այն պաշտպանում է միայն ապագա հաղորդակցությունները, այն չի կարող պաշտպանել անցյալը։ Ցանկացած բան, որը արդեն փոխանցվել է, արդեն հավաքվել է, արդեն պահված է հետախուզական գործակալությունների արխիվներում, դա կմնա խոցելի։ Եվ այստեղ է, որ մենք հասնում ենք ամենադժվար ճշմարտությանը։ Անցումը դեպի քվանտային դիմացկուն աշխարհ ոչ թե տեխնիկական խնդիր է միայն։ Սա սոցիալական խնդիր է, տնտեսական խնդիր է, քաղաքական խնդիր է։ Սա պահանջում է համակարգված գործողություններ անհատներից, ընկերություններից, կառավարություններից, միջազգային կերից, միջազգային կազմակերպություններից։ Եվ սա պետք է տեղի ունենա արագ, մինչև քվանտային համակարգիչները դառնան բավականաչափ հզոր, կոտրելու մեր ընթացիկ ծածկագրումը։ Բայց ժամանակացույցը անորոշ է։ Մենք չգիտենք, թե երբ քվանտային համակարգիչները կկարողանան կոտրել RSA-ն։ 5 տարի, 10 տարի, 20 տարի։ Տարբեր փորձագետներ տալիս են տարբեր գնահատականներ։ Որոշ լավատեսներ ասում են, որ դա երբեք չի տեղի ունենա, քվանտային համակարգիչները շատ դժվար են մասշտաբելու համար։ Որոշ մոռայլատեսներ ասում են, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ 5 տարիների ընթացքում։ Ճշմարտությունը հավանաբար ինչ-որ տեղ մեջտեղում է, բայց մենք չենք կարող ռիսկի ենթարկել։ Մենք պետք է պատրաստվենք վատագույն սցենարի համար։ Եվ վատագույն սցենարը սա է. քվանտային համակարգիչները գալիս են ավելի արագ, քան մենք կարող ենք պատրաստվել։ Մենք արթնանում ենք մի առավոտ և լսում ենք լուրը։ Գիտնականները հայտարարում են, որ քվանտային համակարգիչը կարող է կոտրել RSA-ն։ Եվ հանկարծ ամբողջ թվային աշխարհը դառնում է անվտանգ չէ։ Բանկերը, հիվանդանոցները, կառավարությունները, բոլորը խուճապի մատնվում են։ Նրանք փորձում են թարմացնել իրենց համակարգերը, բայց դա պահանջում է ժամանակ։ Եվ այդ ժամանակահատվածում նրանք խոցելի են։ Հաքերները, հանցավոր կազմակերպությունները, թշնամական պետությունները բոլորը փորձում են շահագործել իրավիճակը։ Սա կլինի թվային քաոս։ Բայց կա նաև լավատես սցենար։ Մենք սկսում ենք անցումը հիմա։ Ընկերությունները, կառավարությունները, անհատները բոլորը սկսում են իրականացնել քվանտային դիմացկուն ծածկագրումը։ Մենք կառուցում ենք քվանտային հաղորդակցության ցանցեր։ Մենք ստեղծում ենք միջազգային ստանդարտներ և պրոտոկոլներ։ Եվ երբ քվանտային համակարգիչները վերջապես գան, մենք պատրաստ ենք։ Անցումը հարթ է, առանց խուճապի, առանց քաոսի։ Մենք հաջողությամբ անցնում ենք դեպի նոր դարաշրջան։ Դարաշրջան, որտեղ անվտանգությունը հիմնված է ֆիզիկայի օրենքների վրա, ոչ թե մաթեմատիկական ենթադրությունների։ Որ սցենարը կիրականանա, կախված է մեզանից։ Կախված է այն ընտրություններից, որոնք մենք կանենք հիմա։ Կախված է այն գործողություններից, ըստ որի կանգնած ենք այսօր։ Կախված է այն գործողություններից, որոնք կանենք հիմա։ 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 Կախված է այն գործողություններից, որոնք երբ մենք կանգնած ենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին, ես գիտեմ շատերդ մտածում եք, սա ամենը հնչում է ինչպես գիտական ֆանտաստիկա, սա հնչում է ինչպես հերթական տեխնո-ապոկալիպսիսի սցենար, որը երբեք չի իրականանա։ Եվ գիտեք ինչ, դուք իրավունք ունեք լինել սկեպտիկ։ Վերջին 20 տարիների ընթացքում մենք լսել ենք անթիվ կանխատեսումներ տեխնոլոգիական ապոկալիպսիսների մասին, որոնք երբեք չեն եկել։ Հիշում եք 2003 թվականի վրիպակը, EU2.9։ Բոլորը խուճապում էին, որ համակարգիչները կխափանվեն, ինքնաթիռները կընկնեն, բանկերը կփլուզվեն։ Ինչ տեղի ունեցավ։ Գրեթե ոչինչ։ Կամ արհեստական ինտելեկտը, տասնամյակներ շարունակ մենք լսում էինք, որ AI-ն շուտով կգերազանցի մարդուն, կվերցնի բոլոր աշխատանքները, կդառնա գերհզոր։
Եվ թեև AI-ն իսկապես զարգանում է, մենք դեռ հեռու ենք այդ սցենարներից։ Այսպիսով, ինչու պետք է քվանտային համակարգիչները լինեն տարբեր։ Ինչու պետք է այս սպառնալիքը լինի իրական, երբ այնքան շատ այլ սպառնալիքներ ապացուցվել են չափազանցված։ Պատասխանը պարզ է, որովհետև այս անգամ մաթեմատիկան անխուսափելի է։ Սա ոչ թե կանխատեսում է, թե ինչ կարող է տեղի ունենալ, սա հաշվարկ է, թե ինչ անխուսափելիորեն կտեղի ունենա, երբ քվանտային համակարգիչները հասնեն որոշակի հզորության։ Շորի ալգորիթմը ոչ թե տեսություն է, դա ապացուցված մաթեմատիկական փաստ է։ Եթե դուք ունեք բավականաչափ կյուբիտներ, բավականաչափ ցածր սխալների մակարդակով, դուք կարող եք կոտրել ռեսե այն։ Սա ոչ թե եթե, այլ երբ։ Բայց ահա ճշմարտությունը, որը շատ մարդիկ չեն հասկանում։ Իրական վտանգը ոչ թե այն է, որ մի օր ինչ-որ մեկը կստեղծի քվանտային համակարգիչ և կոտրի ինտերնետը մի գիշերվա ընթացքում։ Իրական վտանգը շատ ավելի նուրբ է, շատ ավելի դանդաղ է և հենց դրա համար շատ ավելի վտանգավոր։ Պատկերացրեք ոչ թե մի կտրուկ ապոկալիպսիս, այլ աստիճանական էրոզիա։ Քվանտային համակարգիչները դառնում են ավելի ու ավելի հզոր։ Առաջին հերթին նրանք կարող են կոտրել ավելի կարճ ռոսաբանալիները՝ 1024 բիտ, ապա 1286 բիտ։ Ընկերությունները և կառավարությունները սկսում են անցնել դեպի ավելի երկար բանալիներ՝ 2056 բիտ, 4096 բիտ։ Բայց ամեն անցում պահանջում է ժամանակ, ռեսուրսներ, համակարգում։ Եվ միշտ կան նրանք, ովքեր հետ են մնում։ Փոքր ընկերություններ, զարգացող երկրներ, հին համակարգեր, որոնք չեն կարող թարմացվել։ Այսպիսով ստեղծվում է երկշերտ թվային աշխարհ։ Մի կողմից նրանք, ովքեր ունեն ռեսուրսներ և փորձառություն իրականացնելու վերջին պաշտպանությունները, մյուս կողմից նրանք, ովքեր մնում են խոցելի։ Եվ այդ բաժանումը դառնում է ավելի ու ավելի խոր ամեն տարի։ Սա ոչ թե դրամատիկ կոլապս է, այլ դանդաղ անխուսափելի մասնատում։ Թվային անվտանգության ապարտեիդ։ Եվ ահա ամենավտանգավոր մասը։ Մենք հնարավոր է արդեն ապրում ենք այդ աշխարհում, բայց չգիտենք դրա մասին։ Հիշեք, հավաքիր հիմա, վերցանիր հետո սցենարը։ Ինչ եթե մի հետախուզական գործակալություն արդեն ունի քվանտային համակարգիչ, որը կարող է կոտրել ռեսա այն։ Կհայտարարեն նրանք դրա մասին։ Իհարկե ոչ։ Սա կլինի ամենաթանկարժեք գաղտնիքը աշխարհում։ Նրանք կպահեն լռություն և կսկսեն օգտագործել այն։ Մտածեք դրա մասին։ Եթե դուք ունեիք գործիք, որը կարող է կարդալ ցանկացած մեկի գաղտնի հաղորդագրությունները, կբացահայտեիք դուք դրա մասին։ Կամ կօգտագործեիք այն լուր հավաքելու հետախուզական տեղեկատվություն, շահարկելու ֆինանսական շուկաները, ազդելու քաղաքական իրադարձությունների վրա։ Հզորությունը, որը տալիս է քվանտային ծածկագրման կոտրումը, այնքան անչափելի է, որ ցանկացած ռացիոնալ դերակատար կպահի այն գաղտնիք, որքան հնարավոր է երկար։ Սա նշանակում է, որ կարող է լինել ասիմետրիա, որի մասին մենք չգիտենք։ Մի աշխարհ, որտեղ մի քանի դերակատարներ կարող են կարդալ բոլորի գաղտնիքները, մինչդեռ մնացածը շարունակում են մտածել, որ իրենց ծածկագրումը անվտանգ է։ Սա ոչ թե պարանոյա է, սա ռացիոնալ վերլուծություն է խրախուսումների հիման վրա։ Պատմությունը լի է օրինակներով, երբ հզոր տեխնոլոգիաները պահվել են գաղտնի տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ։ Վերցրեք Էնիգմայի կոտրումը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բրիտանացիները կարողացան վերծանել գերմանական ծածկագրումը դեռևս 1940 թվականին, բայց նրանք պահեցին այդ գաղտնիքը ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև տասնամյակներ հետո։ Նրանք թույլ տվեցին, որ գերմանացիները շարունակեն մտածել, որ իրենց ծածկագրումը անվտանգ է, մինչդեռ բրիտանացիները կարդում էին յուրաքանչյուր հաղորդագրություն։ Սա տվեց նրանց անչափելի ռազմավարական առավելություն, և նրանք պահեցին այդ առավելությունը գաղտնիք այնքան երկար, որքան կարող էին։ Կամ վերցրեք NSA-ի կրիպտոգրաֆիական կարողությունները։ Էդվարդ Սնոուդենի բացահայտումները ցույց տվեցին, որ NSA-ն ուներ կարողություններ, որոնց մասին հանրությունը չգիտեր։ Նրանք կարող էին կոտրել ծածկագրումները, որոնք համարվում էին անվտանգ։ Նրանք ունեին հետևի դռներ սարքավորումներում և ծրագրակազմում, և նրանք պահեցին այս ամենը գաղտնիք տարիներ շարունակ։ Միայն լրտեսի բացահայտումները բերեցին դրանք լույսի տակ։ Այսպիսով, երբ մենք խոսում ենք քվանտային սպառնալիքի մասին, մենք չպետք է մտածենք միայն ապագայի մասին։ Մենք պետք է մտածենք նաև ներկայի մասին։ Ինչ, եթե սպառնալիքը արդեն այստեղ է, բայց մենք պարզապես չգիտենք դրա մասին։ Ինչ, եթե մեր ծածկագրումը արդեն կոտրված է, բայց ոչ ոք չի ասում մեզ։ Սա բերում է մեզ դեպի հիմնարար հարց. ինչպես կարող ենք մենք վստահել մեր թվային անվտանգությանը, երբ մենք չգիտենք, թե ինչ կարողություններ ունեն մյուսները։ Ինչպես կարող ենք մենք պլանավորել ապագայի համար, երբ ապագան կարող է արդեն լինել այստեղ։
Պատասխանը, որքան անհարմար էլ լինի, այն է, որ մենք չենք կարող լինել լիովին վստահ։ Մենք չենք կարող ապացուցել բացասականը։ Մենք չենք կարող ապացուցել, որ ոչ ոք չունի քվանտային համակարգիչ, որը կարող է կոտրել մեր ծածկագրումը։ Բոլորը, ինչ մենք կարող ենք անել, դա ենթադրել վատագույն սցենարը եւ պատրաստվել դրա համար։ Եվ սա մեզ բերում է դեպի գործնական հարց. ինչ կարող ենք մենք իրականում անել։ Ոչ թե տեսական մակարդակում, ոչ թե քաղաքականության մակարդակում, այլ անհատական մակարդակում։ Ինչ կարող եք դուք, որպես մեկ անձ, անել։ Պաշտպանելու ձեր թվային անվտանգությունը քվանտային դարաշրջանում։ Առաջին եւ ամենակարևոր բանը՝ փոխեք ձեր մտածելակերպը։ Դադարեցրեք մտածել ծածկագրման մասին որպես բացարձակ պաշտպանության։ Ծածկագրումը ժամանակավոր պաշտպանություն է, ոչ թե հավերժական։ Ցանկացած բան, որը դուք ծածկագրում եք այսօր, պոտենցիալ կարող է վերծանվել վաղը։ Այսպիսով, հարցը ոչ թե արդյոք, այլ երբ։ Սա նշանակում է լինել ավելի զգույշ այն մասին, թե ինչ եք դուք փոխանցում էլեկտրոնային կերպով։ Զգայուն տեղեկատվությունը, բժշկական գրառումներ, ֆինանսական մանրամասներ, անձնական գաղտնիքներ պետք է ենթադրել, որ դրանք կարող են բացահայտվել ապագայում։ Եթե դուք չեք ուզում, որ ինչ-որ բան հայտնի դառնա 10 տարի հետո, ապա մի ուղարկեք այն էլեկտրոնային կերպով այսօր։ Սա կարող է թվալ ծայրահեղ, բայց սա իրականությունն է քվանտային դարաշրջանում։ Երկրորդ. Սկսեք օգտագործել քվանտային դիմացկուն գործիքներ հիմա։ Շատ ծրագրակազմեր արդեն սկսել են իրականացնել քվանտային դիմացկուն ալգորիթմներ։ Signal-ը, անվտանգ հաղորդագրությունների հավելվածը, փորձարկում է PQXDH-ը, քվանտային դիմացկուն բանալիների փոխանակման պրոտոկոլը։ Google Chrome-ը փորձարկում է քվանտային դիմացկուն TLS կապերը։ Apple-ը հայտարարել է iMessage-ի համար քվանտային դիմացկուն ծածկագրման մասին։ Սրանք դեռ վաղ փուլում են, բայց դրանք ճիշտ ուղղությամբ քայլեր են։ Երրորդ. բազմազանացրեք ձեր անվտանգության ռազմավարությունը։ Մի հույս դրեք միայն ծածկագրման վրա։ Օգտագործեք բազմաֆակտոր նույնականացում։ Օգտագործեք ֆիզիկական անվտանգության բանալիներ։ Պահեք զգայուն տվյալները օֆլայն, ծածկագրված սարքերում, որոնք երբեք չեն միանում ինտերնետին։ Սա կոչվում է պաշտպանության խորություն, բազմաթիվ շերտեր, որպեսզի եթե մեկը ձախողվի, մյուսները դեռ պաշտպանեն ձեզ։ Բայց ամենակարևորը՝ լինեք տեղեկացված։ Քվանտային հաշվողական տեխնոլոգիաները արագ զարգանում են։ Այն, ինչը ճիշտ է այսօր, կարող է հնացած լինել վաղը։ Հետևեք լուրերին, հասկացեք ռիսկերը։ Եվ երբ նոր պաշտպանություններ դառնան հասանելի, ընդունեք դրանք արագ։ Բայց անհատական գործողությունները, որքան կարևոր էլ լինեն, բավարար չեն։ Քվանտային սպառնալիքը համակարգային խնդիր է, որը պահանջում է համակարգային լուծումներ։ Եվ այստեղ է, որ ընկերությունները եւ կառավարությունները ունեն կրիտիկական դեր։ Ընկերությունների համար հաղորդագրությունը պարզ է։ Սկսեք անցումը հիմա։ Մի սպասեք, մինչև քվանտային համակարգիչները դառնան սպառնալիք։ Մինչև այդ ժամանակը կարող է լինել ուշ։ Գնահատեք ձեր ընթացիկ կրիպտոգրաֆիական ենթակառուցվածքը։ Բացահայտեք, թե որտեղ եք դուք օգտագործում RESA, էլիպտիկ կորեր, այլ խոցելի ալգորիթմներ։ Մշակեք միգրացիայի պլան դեպի քվանտային դիմացկուն այլընտրանքներ եւ սկսեք իրականացնել այդ պլանը աստիճանաբար։ Սա պահանջում է ներդրումներ, ժամանակ, փող, փորձառություն։ Բայց արժեքը ոչինչ է համեմատած պոտենցիալ վնասների հետ։ Պատկերացրեք, որ դուք բանկ եք եւ ձեր ամբողջ գործարքային համակարգը կախված է RESA ծածկագրումից։ Ինչ կլինի, երբ քվանտային համակարգիչները կարող են կոտրել այն։ Ձեր հաճախորդները կկորցնեն վստահությունը, ձեր բաժնետերերը կհեռանան, ձեր բիզնեսը կարող է փլուզվել։ Ներդրումը քվանտային դիմացկուն անվտանգության մեջ ոչ թե ընտրություն է, դա գոյատևման անհրաժեշտություն է։ Կառավարությունների համար պարտականությունը ավելի մեծ է։ Նրանք պատասխանատու են ոչ միայն իրենց սեփական համակարգերի համար, այլև ամբողջ ազգի թվային ենթակառուցվածքի համար։ Սա նշանակում է ստեղծել հստակ կանոնակարգեր եւ ստանդարտներ։ Պարտադրել քվանտային դիմացկուն ծածկագրումը կրիտիկական ենթակառուցվածքի համար բանկեր, հիվանդանոցներ, էներգետիկ ցանցեր, հեռահաղորդակցություն։ Ֆինանսավորել հետազոտությունները եւ զարգացումները, ստեղծել ծրագրեր օգնելու փոքր ընկերություններին կատարել անցումը։ Բայց ամենակարևորը, կառավարությունները պետք է համագործակցեն միջազգային մակարդակում։ Քվանտային սպառնալիքը չի հարգում սահմանները։ Մի երկրի թույլ ծածկագրումը կարող է վտանգել ամբողջ համաշխարհային ցանցը։ Մենք պետք է ունենանք միջազգային ստանդարտներ, համատեղ հետազոտություններ, համատեղ ենթակառուցվածք։ Եվ այստեղ է, որ մենք հասնում ենք ամենադժվար մարտահրավերին։ Ինչպես կարող ենք մենք ստեղծել համաշխարհային համագործակցություն, երբ ազգերը մրցում են միմյանց դեմ։
Ինչպես կարող ենք մենք համատեղել ռեսուրսները, երբ ամեն մեկը վախենում է, որ մյուսները կօգտագործեն տեխնոլոգիան իրենց դեմ։ Պատասխանը պահանջում է հիմնարար փոփոխություն մեր մտածելակերպում։ Մենք պետք է սկսենք տեսնել քվանտային անվտանգությունը ոչ թե մրցակցային առավելություն, այլ համատեղ անհրաժեշտություն։ Ինչպես կլիմայի փոփոխությունը, ինչպես համաճարակները, քվանտային սպառնալիքը խնդիր է, որը ոչ մի ազգ չի կարող լուծել առանձին։ Մենք բոլորս նույն թվային էկոհամակարգում ենք, եւ եթե այդ էկոհամակարգը փլուզվի, մենք բոլորս տուժում ենք։ Սա պահանջում է նոր տեսակի միջազգային կառույց։ Ոչ թե մի կառույց, որը վերահսկվում է մեկ ազգի կամ մի խմբի կողմից, այլ իսկապես բազմակողմանի կառույց, որտեղ բոլոր ձայները լսվում են, բոլոր շահերը ներկայացված են։ Մի կառույց, որը կարող է մշակել ընդհանուր ստանդարտներ, համակարգել հետազոտությունները, ապահովել, որ քվանտային դիմացկուն տեխնոլոգիաները հասանելի են բոլորին, ոչ միայն հարուստներին։ Սա իդեալիստական է։ Սա հնարավոր է, անհնար է ժամանակակից աշխարհում։ Բայց այլընտրանքը շատ ավելի վատ է։ Այլընտրանքը մասնատված աշխարհ է, որտեղ ազգերը կառուցում են իրենց սեփական քվանտային պարիսպները, իրենց սեփական թվային ամրոցները։ Աշխարհ, որտեղ անվտանգությունը արտոնություն է, ոչ թե իրավունք։ Աշխարհ, որտեղ թվային բաժանումը դառնում է անհաղթահարելի ծովախորշ։ Եվ սա մեզ բերում է դեպի վերջնական ամենախորը հարցը. ինչ տեսակի թվային ապագա ենք մենք ուզում ստեղծել։ Աշխարհ, որտեղ անվտանգությունը հիմնված է գաղտնիության վրա, որտեղ միայն նրանք, ովքեր ունեն ամենալավ տեխնոլոգիան, կարող են պաշտպանվել։ Թե աշխարհ, որտեղ անվտանգությունը հիմնված է թափանցիկության վրա, որտեղ ստանդարտները բաց են, տեխնոլոգիաները հասանելի են եւ ամեն մեկը կարող է ստուգել, որ համակարգերը աշխատում են ճիշտ։ Սա ոչ թե տեխնիկական ընտրություն է, սա բարոյական ընտրություն է։ Եվ դա ընտրություն է, որը մենք պետք է կատարենք հիմա, մինչև քվանտային համակարգիչները կատարեն այն մեզ համար։ Որովհետև ահա ճշմարտությունը, որը մենք պետք է ընդունենք։ Քվանտային համակարգիչները գալիս են, սա անխուսափելի է։ Ֆիզիկան չի փոխվի, մաթեմատիկան չի փոխվի, տեխնոլոգիան կշարունակի զարգանալ։ Եվ մի օր, հնարավոր է շատ շուտով, ինչ-որ մեկը կկառուցի քվանտային հին համակարգիչ, որը կարող է կոտրել ռեսան։ Բայց ինչպես մենք կպատրաստվենք այդ պահին, ինչպես մենք կպաշտպանենք մեր թվային ապագան, ինչպես մենք կապահովենք, որ անցումը լինի արդար եւ հավասար, սա դեռ մեր ձեռքում է։ Մենք ունենք ընտրություն, մենք ունենք գործակալություն, մենք ունենք ժամանակ, թեև ոչ անսահման։ Եվ սա պահանջում է գործողություն բոլոր մակարդակներում։ Անհատներ, ովքեր ընդունում են քվանտային դիմացկուն գործիքները եւ փոխում իրենց թվային սովորությունները։ Ընկերություններ, որոնք ներդրում են անվտանգ ենթակառուցվածքում եւ սկսում անցումը հիմա։ Կառավարություններ, որոնք ստեղծում են հստակ կանոնակարգեր եւ ֆինանսավորում հետազոտությունները։ Եվ միջազգային համայնք, որը համագործակցում է ստեղծելու համատեղ լուծումներ համատեղ խնդիրների համար։ Սա հեշտ չի լինի, սա պահանջելու է ժամանակ, ռեսուրսներ, համակարգում։ Սա պահանջելու է վստահություն, մի բան, որը պակասում է ժամանակակից աշխարհում։ Սա պահանջելու է տեսլական, կարողություն տեսնել անցյալ անմիջական շահերը դեպի երկարաժամկետ բարօրություն։ Բայց այլընտրանքը անընդունելի է։ Այլընտրանքը թվային քաոս է, որտեղ ոչ ոք չի կարող վստահել ոչ մեկին, որտեղ ամեն գործարք, ամեն հաղորդագրություն, ամեն փոխազդեցություն պոտենցիալ վտանգված է։ Այլընտրանքը թվային ապարտեիդ է, որտեղ հարուստները պաշտպանված են, իսկ աղքատները մնում են խոցելի։ Այլընտրանքը թվային անարխիա է, որտեղ հին կանոնները այլևս չեն գործում, բայց նորերը դեռ չեն ստեղծվել։ Մենք կանգնած ենք պատմական պահի։ Պահ, որը կորոշի թվային անվտանգության ապագան հաջորդ 50 տարիների համար։ Պահ, որը կորոշի, թե արդյոք ինտերնետը կմնա բաց, անվտանգ տարածք բոլորի համար, թե կդառնա մասնատված, անվտանգ չէ տարածք, որտեղ միայն արտոնյալները կարող են գործել վստահությամբ։ Ընտրությունը մերն է, բայց մենք պետք է ընտրենք հիմա, որովհետև ժամացույցը դիկտականում է։ Քվանտային համակարգիչները դառնում են ավելի հզոր ամեն օր, եւ ամեն օր, որ մենք ուշանում ենք, մենք դառնում ենք ավելի խոցելի։ Այսպիսով հարցը ոչ թե արդյոք քվանտային համակարգիչները կփոխեն մեր թվային աշխարհը։ Հարցն այն է, ինչպես մենք կպատրաստվենք այդ փոփոխությանը։ Ինչպես մենք կապահովենք, որ երբ այդ պահը գա, մենք պատրաստ ենք։ Ինչպես մենք կստեղծենք թվային ապագա, որը անվտանգ է, արդար է եւ բաց է բոլորի համար։ Սա մարտահրավերն է մեր սերնդի համար։ Եվ ինչպես մենք կպատասխանենք այդ մարտահրավերին, կորոշի ոչ միայն մեր սեփական ապագան, այլև մեր երեխաների եւ մեր երեխաների երեխաների ապագան։ Քվանտային դարաշրջանը գալիս է։ Հարցն այն է, արդյոք մենք կլինենք պատրաստ դիմավորելու այն։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք։ Եկեք հեռանանք տեխնիկական մանրամասներից, քաղաքական դիլեմաներից, գործնական լուծումներից։
Եկեք հարցնենք ավելի խորը հարց. Ինչ է իրականում պատմում մեզ քվանտային համակարգչի պատմությունը մարդկային գիտելիքի եւ անվտանգության բնույթի մասին։ Մտածեք դրա մասին։ Մենք ստեղծեցինք ծածկագրման համակարգեր, որոնք հիմնված էին մի պարզ ենթադրության վրա։ Որոշ մաթեմատիկական խնդիրներ այնքան դժվար են, որ դրանց լուծումը պահանջում է ավելի շատ ժամանակ, քան գոյություն ունի տիեզերքը։ Մենք կառուցեցինք ամբողջ քաղաքակրթություն այդ ենթադրության վրա։ Մեր բանկերը, մեր հիվանդանոցները, մեր կառավարությունները, մեր անձնական կյանքը, բոլորը հիմնված են այս մաթեմատիկական դժվարության վրա։ Եվ ապա մենք հայտնաբերեցինք, որ եթե դուք փոխեք հաշվարկի հիմնարար կանոնները, եթե դուք օգտագործեք քվանտային մեխանիկայի տարօրինակ հատկությունները, այդ անլուծելի խնդիրները հանկարծ դառնում են հեշտ։ Ոչ թե մի փոքր ավելի հեշտ, այլ էքսպոնենցիալ ավելի հեշտ։ Խնդիրներ, որոնք պահանջում էին միլիարդավոր տարիներ, հանկարծ լուծվում են րոպեների ընթացքում։ Սա ավելին է, քան տեխնոլոգիական խնդիր։ Սա փիլիսոփայական հայտնագործություն է։ Սա մեզ ասում է մի բան. հիմնարար մարդկային գիտելիքի բնույթի մասին։ Այն, ինչ մենք համարում ենք անվտանգ, այն, ինչ մենք համարում ենք անհնար, կախված է մեր ընթացիկ հասկացողությունից տիեզերքի օրենքների մասին։ Եվ երբ այդ հասկացողությունը փոխվում է, ամեն ինչ, որը կառուցված էր դրա վրա, դառնում է խոցելի։ Պատմությունը լի է այդպիսի պահերով։ Հազարամյակներ շարունակ մարդիկ մտածում էին, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Ամբողջ աշխարհայացքը, ամբողջ գիտությունը, ամբողջ փիլիսոփայությունը հիմնված էր այդ ենթադրության վրա։ Ապա Կոպեռնիկը, Գալիլեյը, Կեպլերը ցույց տվեցին, որ մենք պարզապես մի փոքր մոլորակ ենք, որը պտտվում է սովորական աստղի շուրջ։ Եվ հանկարծ ամբողջ աշխարհայացքը փլուզվեց։ Մենք պետք է վերակառուցեինք մեր հասկացողությունը մեր տեղի մասին տիեզերքում։ Կամ վերցրեք Նյուտոնի ֆիզիկան։ 200 տարի շարունակ այն թվում էր բացարձակ ճշմարտություն։ Մեխանիկան, գրավիտացիան, շարժումը բոլորը նկարագրված էին կատարյալ ճշգրտությամբ։ Ապա Այնշտեյնը ցույց տվեց, որ Նյուտոնի օրենքները միայն մոտավոր են։ Բարձր արագություններով ուժեղ գրավիտացիոն դաշտերում իրականությունը աշխատում է տարբեր կերպ։ Ժամանակը եւ տարածությունը ճկուն են, ոչ թե բացարձակ։ Եվ կրկին մենք պետք է վերակառուցեինք մեր հասկացողությունը։ Քվանտային համակարգիչները մեզ տալիս են նմանատիպ պահ։ Մենք հայտնաբերում ենք, որ մեր ենթադրությունները հաշվողական դժվարության մասին հիմնված էին անլրիվ հասկացողության վրա։ Մենք մտածում էինք, որ հաշվարկը ունի մեկ հիմնարար բնույթ՝ բիթեր, լոգիկական դարպասներ, հաջորդական գործողություններ։ Բայց քվանտային մեխանիկան մեզ ցույց է տալիս, որ հաշվարկը կարող է ունենալ տարբեր բնույթ՝ սուպերպոզիցիա, հարաճուն վիճակ, զուգահեռ հաշվարկներ, անսահման տարբերակներում միաժամանակ։ Եվ սա բերում է մեզ դեպի ավելի խորը հարց. ինչ այլ ենթադրություններ ունենք մենք, որոնք կարող են սխալ լինել։ Ինչ այլ անհնար բաներ կարող են դառնալ հնարավոր, երբ մենք խորանանք մեր հասկացողության մեջ տիեզերքի մասին։ Վերցրեք P versus NP խնդիրը, մաթեմատիկայի մեծ չլուծված հարցերից մեկը։ Կան խնդիրներ, որոնց լուծումը ստուգելը հեշտ է, բայց գտնելը դժվար է։ Օրինակ, եթե ես տամ ձեզ մի մեծ թվի ֆակտորիզացիա, դուք կարող եք հեշտությամբ ստուգել, որ այն ճիշտ է, պարզապես բազմապատկելով թվերը։ Բայց գտնել այդ ֆակտորիզացիան առաջին հերթին շատ ավելի դժվար է։ P versus NP հարցը հարցնում է, արդյոք այս երկու դասերը՝ հեշտ ստուգելի եւ հեշտ լուծելի, իրականում նույնն են։ Մենք չգիտենք պատասխանը։ Մենք չունենք ապացույց ոչ մի ուղղությամբ։ Բայց եթե պատասխանը այո է, եթե P հավասար է NP-ին, ապա ամբողջ կրիպտոգրաֆիան, ոչ միայն ROSA-ին, այլ գրեթե բոլոր ծածկագրման համակարգերը կփլուզվեն։ Ոչ միայն քվանտային համակարգիչների համար, այլև դասական համակարգիչների համար։ Սա կլինի ավելի մեծ ապոկալիպսիս, քան ցանկացած բան, որի մասին մենք խոսել ենք այսօր։ Բայց ահա ճշմարտությունը։ Մենք չգիտենք, թե արդյոք սա տեղի կունենա։ Մենք չգիտենք, թե ինչ այլ մաթեմատիկական հայտնագործություններ սպասում են մեզ։ Մենք չգիտենք, թե ինչ այլ ֆիզիկական սկզբունքներ կարող ենք հայտնաբերել, որոնք կփոխեն մեր հասկացողությունը հաշվարկի մասին։ Եվ սա մեզ բերում է դեպի հիմնարար ճշմարտություն անվտանգության մասին։ Բացարձակ անվտանգություն գոյություն չունի։ Ամեն անվտանգության համակարգ հիմնված է ենթադրությունների վրա։ Ենթադրություններ դրություններ ֆիզիկայի մասին, մաթեմատիկայի մասին, հաշվարկի մասին։ Եվ երբ այդ ենթադրությունները փոխվում են, անվտանգությունը փլուզվում է։ Սա ոչ թե պեսիմիստական հայտարարություն է, սա ռեալիստական հայտարարություն է։ Սա ճանաչում է մարդկային գիտելիքի սահմանափակությունները։ Մենք չենք կարող իմանալ այն, ինչ մենք չգիտենք։ Մենք չենք կարող պաշտպանվել սպառնալիքներից, որոնք դեռ չեն հայտնաբերվել։ Բոլորը, ինչ մենք կարող ենք անել, դա մնալ զգոն, մնալ ճկուն եւ պատրաստ լինել հարմարվել, երբ մեր հասկացողությունը փոխվում է։ Բայց կա ավելի խորը դաս այստեղ։
Քվանտային համակարգչի պատմությունը մեզ ասում է նաև մի բան՝ հզորության և խոցելիության փոխհարաբերության մասին։ Նույն տեխնոլոգիան, որը սպառնում է մեր անվտանգությանը, նաև խոստանում է անսահման հնարավորություններ։ Քվանտային համակարգիչները կարող են կոտրել մեր ծածկագրումը, բայց նրանք նաև կարող են հեղափոխել բժշկությունը, նյութագիտությունը, արհեստական ինտելեկտը։ Նրանք կարող են սիմուլյացնել մոլեկուլային փոխազդեցությունները, օգնելով մշակել նոր դեղամիջոցներ հիվանդությունների համար, որոնք այսօր անբուժելի են։ Նրանք կարող են օպտիմալացնել բարդ համակարգերը, լուծելով կլիմայի փոփոխության, էներգիայի, սննդի անվտանգության խնդիրները։ Այսպիսով, հարցը ոչ թե արդյոք մենք պետք է զարգացնենք քվանտային համակարգիչները, հարցն այն է, ինչպես մենք զարգացնենք դրանք պատասխանատու կերպով։ Ինչպես մենք կարող ենք օգտվել դրանց հնարավորություններից, նվազագույնի հասցնելով դրանց ռիսկերը։ Ինչպես մենք կարող ենք ապահովել, որ այս հզոր տեխնոլոգիան օգտագործվի մարդկության բարօրության համար, ոչ թե դրա վնասի համար։ Սա հին դիլեման է նոր ձևով։ Ամեն հզոր տեխնոլոգիա, կրակից մինչև ատոմային էներգիա, արհեստական ինտելեկտից մինչև գենետիկ ինժեներիա, ներկայացնում է նույն մարտահրավերը։ Ինչպես մենք օգտագործենք այն իմաստուն կերպով։ Ինչպես մենք կանխենք չարաշահումը։ Ինչպես մենք ապահովենք, որ օգուտները բաշխվեն արդար կերպով։ Եվ այստեղ է, որ մենք հասնում ենք ամենադժվար ճշմարտությանը։ Տեխնոլոգիան չունի բարոյականություն։ Քվանտային համակարգիչը չի կարող լինել լավ կամ վատ։ Այն պարզապես գործիք է։ Ինչպես դանակը կարող է օգտագործվել սնունդ պատրաստելու կամ վնասելու համար, քվանտային համակարգիչը կարող է օգտագործվել բուժելու կամ վնասելու համար, պաշտպանելու կամ հարձակվելու համար, ազատագրելու կամ ճնշելու համար։ Բարոյականությունը գալիս է մարդկանցից, գալիս է այն ընտրություններից, որոնք մենք կանենք, այն կառույցներից, որոնք մենք կստեղծենք, այն արժեքներից, որոնք մենք կպաշտպանենք։ Եվ սա պահանջում է ավելին, քան տեխնիկական փորձառություն։ Սա պահանջում է իմաստություն, կարեկցանք, տեսլական։ Մտածեք Մենհատեն նախագծի մասին, ջանքը ստեղծելու ատոմային ռումբը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ամենաբարձրակարգ ֆիզիկոսները, ամենաբարձրակարգ ինժեներները, անսահման ռեսուրսներ, բոլորը կենտրոնացած էին մի նպատակի վրա։ Նրանք հաջողեցին։ Նրանք ստեղծեցին զենք, որը կարող էր ոչնչացնել ամբողջ քաղաքներ մի վայրկյանում։ Բայց հետո, երբ նրանք տեսան Հիրոշիմայի և Նագասակիի ավերածությունը, շատերը զղջացին։ Ռոբերտ Օպենհայմերը, նախագծի գիտական ղեկավարը, հետագայում մեջբերեց բհագավատ գիտան։ Հիմա ես դարձել եմ մահը, աշխարհների ոչնչացնողը։ Քվանտային համակարգիչները չեն ատոմային ռումբեր։ Նրանք չեն ոչնչացնում քաղաքներ, բայց նրանք ունեն իրենց սեփական տեսակի հզորությունը, հզորություն կարդալու գաղտնիքները, կոտրելու պաշտպանությունները, վերակառուցելու թվային աշխարհի հիմքերը։ Եվ ինչպես ատոմային էներգիայի հետ, մենք պետք է ընտրենք, ինչպես օգտագործել այդ հզորությունը։ Կարող ենք մենք սովորել պատմությունից։ Կարող ենք մենք խուսափել Մենհատեն նախագծի սխալներից։ Կարող ենք մենք ստեղծել կառույցներ, որոնք ապահովում են, որ քվանտային տեխնոլոգիաները օգտագործվեն պատասխանատու կերպով։ Պատասխանը կախված է մեզանից։ Բայց պատմությունը մեզ սովորեցնում է, որ տեխնոլոգիական հզորությունը միշտ առաջ է անցնում իմաստությունից։ Մենք ստեղծում ենք գործիքներ, որոնք մենք չենք լիովին հասկանում։ Մենք արձակում ենք ուժեր, որոնք մենք չենք կարող լիովին վերահասկել։ Եվ ապա մենք պետք է ապրենք հետևանքների հետ։ Բայց կա նաև հույս, որովհետև ի տարբերություն ատոմային ռումբի, քվանտային համակարգիչները ոչնչացման գործիքներ չեն։ Դրանք ստեղծման գործիքներ են։ Այո, նրանք կարող են կոտրել մեր ծածկագրումը, բայց դրանք նաև կարող են օգնել մեզ ստեղծել ավելի լավ ծածկագրում։ Նրանք կարող են սպառնալ մեր անվտանգությանը, բայց դրանք նաև կարող են օգնել մեզ կառուցել ավելի անվտանգ համակարգեր։ Նրանք կարող են խանգարել մեր ընթացիկ կարգը, բայց նրանք նաև կարող են օգնել մեզ ստեղծել ավելի լավ կարգ։ Եվ սա մեզ բերում է դեպի վերջնական հարցը։ Ինչ չենք մենք գիտենք։ Մենք չգիտենք, թե երբ քվանտային համակարգիչները կդառնան բավականաչափ հզոր կոտրելու ռեսան։ 5 տարի, 10 տարի, 20 տարի, երբեք։ Մենք չգիտենք, թե արդյոք մեր քվանտային դիմացկուն ալգորիթմները իսկապես անվտանգ են։ Հնարավոր է վաղը ինչ-որ մեկը կգտնի նոր քվանտային ալգորիթմ, որը կոտրում է դրանք։ Մենք չգիտենք, թե ինչ այլ մաթեմատիկական հայտնագործություններ սպասում են մեզ։ Հնարավոր է P հավասար է MP-ին, հնարավոր է կան այլ տեսակի հաշվարկներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա տեխնոլոգիան հաջորդ տասնամյակներին։ Հնարավոր է կլինեն նոր տեսակի համակարգիչներ, DNA համակարգիչներ, ֆոտոնային համակարգիչներ, նյարդային համակարգիչներ, որոնք կունենան իրենց սեփական կարողություններն ու սահմանափակումները։
Մենք չգիտենք, թե ինչպես կարձագանքի հասարակությունը։ Կլինի համագործակցություն, թե մրցակցություն, կլինի թափանցիկություն, թե գաղտնիություն, կլինի արդարություն, թե անհավասարություն։ Եվ ամենակարևորը, մենք չգիտենք, թե ինչ ընտրություններ կանենք մենք։ Ինչպես կպատրաստվենք մենք քվանտային դարաշրջանին։ Ինչպես կպաշտպանենք մենք մեր թվային ապագան։ Ինչպես կապահովենք մենք, որ տեխնոլոգիան ծառայի մարդկությանը, ոչ թե հակառակը։ Սրանք բաց հարցեր են, եւ հնարավոր է դրանք կմնան բաց տարիներ շարունակ։ Բայց սա ոչ թե թուլություն է, սա ուժ է, որովհետեւ ճանաչելով, թե ինչ մենք չգիտենք, մենք մնում ենք զգոն, մենք մնում ենք ճկուն, մենք մնում ենք պատրաստ հարմարվել, երբ նոր տեղեկատվություն դառնում է հասանելի։ Եվ սա մեզ բերում է վերադարձ դեպի այն պահը, որտեղ մենք սկսեցինք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Հենց այս վայրկյանին, եւ դուք կարդում եք այս տողերը, ձեր սմարթֆոնում, ձեր համակարգչում աշխատում են մաթեմատիկական ալգորիթմներ, որոնք պաշտպանում են ձեր գաղտնիքները։ Ալգորիթմներ, որոնք հիմնված են ենթադրության վրա, որ որոշ խնդիրներ անլուծելի են։ Բայց հիմա, այս ամբողջ ճանապարհից հետո, մենք հասկանում ենք ավելի խորը ճշմարտություն։ Այդ ալգորիթմները պաշտպանում են մեզ ոչ թե այն պատճառով, որ դրանք բացարձակ անվտանգ են։ Դրանք պաշտպանում են մեզ, որովհետև դրանք բավականաչափ անվտանգ են այսօր, այս պահին, մեր ընթացիկ հասկացողությամբ տիեզերքի օրենքների մասին։ Վաղը այդ հասկացողությունը կարող է փոխվել։ Քվանտային համակարգիչները կարող են դառնալ բավականաչափ հզոր։ Նոր մաթեմատիկական հայտնագործություններ կարող են արվել։ Եվ հանկարծ այն, ինչ անվտանգ էր երեկ, կարող է խոցելի դառնալ այսօր։ Բայց սա ոչ թե պատճառ է հուսահատության համար, սա պատճառ է գործողության համար։ Որովհետև մենք չենք անօգնական այս պատմության մեջ։ Մենք ոչ թե պասիվ դիտորդներ ենք սպասելով, թե ինչ կտեղի ունենա։ Մենք ակտիվ մասնակիցներ ենք, որոնք ձևավորում են ապագան մեր ընտրություններով։ Ամեն անգամ, երբ մենք ընտրում ենք օգտագործել ավելի անվտանգ գործիք, մենք դարձնում ենք թվային աշխարհը մի փոքր ավելի անվտանգ։ Ամեն անգամ, երբ ընկերություն ներդրում է քվանտային դիմացկուն ենթակառուցվածքում, այն դարձնում է մեր համակարգերը մի փոքր ավելի դիմացկուն։ Ամեն անգամ, երբ կառավարություն ստեղծում է իմաստուն քաղաքականություն, այն դարձնում է մեր հասարակությունը մի փոքր ավելի պատրաստ։ Ամեն անգամ, երբ ազգեր համագործակցում են, փոխարեն մրցելու, նրանք դարձնում են մեր աշխարհը մի փոքր ավելի միասնական։ Սրանք փոքր քայլեր են, բայց պատմությունը ստեղծվում է փոքր քայլերով։ Մեծ փոփոխությունները չեն գալիս թյունները, չեն գալիս մի պահում։ Նրանք գալիս են միլիոնավոր փոքր ընտրություններից, միլիոնավոր փոքր գործողություններից, միլիոնավոր մարդկանցից, ովքեր որոշում են անել ճիշտ բանը։ Եվ սա այն պատասխանն է, որը մենք փնտրում էինք ամբողջ ժամանակ։ Ոչ թե տեխնիկական լուծում, ոչ թե մաթեմատիկական բանաձև, այլ մարդկային ընտրություն։ Ընտրություն պատրաստվել, ընտրություն հարմարվել, ընտրություն համագործակցել, ընտրություն պաշտպանել։ Այն, ինչ կարևոր է։ Քվանտային համակարգիչները գալիս են, սա փաստ է։ Բայց ինչպես մենք կդիմավորենք դրանք, ինչպես մենք կպատրաստվենք դրանց համար, ինչպես մենք կօգտագործենք դրանք, սա դեռ գրվում է։ Եվ մենք բոլորս ենք հեղինակները։ Այսպիսով, երբ դուք փակում եք այս էջը, երբ դուք վերադառնում եք ձեր օրվա, երբ դուք օգտագործում եք ձեր սմարթֆոնը, ձեր համակարգիչը, ձեր բանկային հավելվածը, հիշեք սա։ Այդ փոքրիկ կողպեք պատկերակը ձեր բրաուզերում, այդ ծածկագրված կապը, այդ անվտանգ գործարքը, դրանք բոլորը կախված են մաթեմատիկական ենթադրություններից, որոնք մի օր կարող են փոխվել։ Բայց դուք ոչ թե անօգնական եք, դուք կարող եք ընտրել ավելի անվտանգ գործիքներ։ Դուք կարող եք աջակցել ընկերություններին, որոնք ներդրում են անվտանգության մեջ։ Դուք կարող եք պահանջել, որ ձեր կառավարությունը գործի պատասխանատու կերպով։ Դուք կարող եք կրթել ձեզ եւ ուրիշներին։ Եվ հավաքական կերպով, միլիոնավոր այդպիսի ընտրություններով մենք կարող ենք ձևավորել քվանտային դարաշրջանը։ Ոչ թե որպես ապոկալիպսիս, այլ որպես փոխակերպում։ Ոչ թե որպես վերջ, այլ որպես սկիզբ։ Ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն։ Որովհետև վերջում քվանտային համակարգիչները պարզապես գործիքներ են, եւ գործիքները չունեն ճակատագիր։ Նրանք ունեն միայն այն նպատակը, որը մենք տալիս ենք նրանց։ Այն արժեքները, որոնք մենք ներդնում ենք նրանց մեջ։ Այն ապագան, որը մենք կառուցում ենք նրանց հետ։ Այսպիսով, հարցը, որով մենք սկսեցինք, քվանտային համակարգիչը կոտրեց բոլոր ծածկագրերը, ինտերնետի վերջը ունի պարզ պատասխան։ Ոչ, սա ոչ թե վերջ է, սա փոխակերպում է, սա մարտահրավեր է, սա հնարավորություն է։
Եվ ինչպես մենք կպատասխանենք այդ մարտահրավերին, կորոշի ոչ միայն մեր թվային անվտանգության ապագան, այլև մեր հասարակության բնույթը, մեր արժեքները, մեր ընտրությունը, ապրել աշխարհում, որտեղ տեխնոլոգիան ծառայում է մարդկությանը, ոչ թե հակառակը։